Ողջույն բարեկամներ, կյանքն այնքան արագ է զարգանում, դեպքերն այնքան արագ են կատարվում, որ մարդ վախենում է նույնիսկ գնա քնելու։ Այո, այդպես էլ եղավ։ Մինչ ես քնած էի, առավոտի իմացա, որ հասցրել են կալանավորել Սամվելին Կարապետյան եւ աշխատանքից ազատել Աբազյանին, Արմեն Աբազյանին։ Սա երկուսն էլ կանխատեսելի դեպքեր էին, որովհետեւ կամ պետքա կապիտուլացվեր Փաշինյան Նիկոլը, ասել ես չեմ տիրապետում, ինձ լսող չկա, կամ պետք է Աբազյանը ձերբակալեր, ասելով, որ վերջ օրենքին ես ձերբակալում եմ նրանց, ով Փաշինյան Նիկոլը կասի, կամ պետք է հեռացվեր աշխատանքից։ Հիմա անցնենք այս ամեն ինչին անդրադառնալով ավելի մանրամասն, բայց ես ուզում եմ հաղորդումը սկսել Ուինստոն Չերչիլի խոսքերով։ Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ եւ բազմաթիվ հիմարներ։ Չերչիլը այն ժամանակ չգիտեր, որ հնարավոր է տարբերակ, որ հիմարները լինեն նաեւ դավաճաններ եւ հակառակը դավաճանները լինեն նաեւ հիմարներ, այն ինչ որ մենք հիմա մեր պարագայում ունենք։ Գնանք հերթով։ Եվ այսպես։ Փաստորեն Արմեն Աբազյանը աշխատանքից ազատվեց նրա համար, որ ինքը չի կատարում Փաշինյան Նիկոլի անօրինական հրամանները։ Այս մեկը որոշեց չկատարի։ Բնականաբար մենք հասկանում ենք, չէ՞, որ մարդ, որ նշանակվել է ամսի 8-ին 9-ին կարծեմ էս խայտարակ կապիտուլյացիան ստորագրելուց մի երկու օր առաջ 20 թվականի նոյեմբերին էր, հələ չէ ստորագրել։ Մարդ, որ նշանակվում է այդ ժամանակ, նշանակվում է մեկը, որ պատասխանատվություն պետք է վերցնի ամբողջ այդ դավաճանական ստորագրությունից հետո իրականացող process-ների համար։ Դե բնական է, որ պետք է լինեին այո, ապստամբություններ, փողոցային գուցե նաև անկարգություններ, սպանություններ, այն ժամանակ ամեն ինչ կարող է լինել։ Ով էր իմանում, որ sense հալած յուրի նման պետք է այս տիեզերական դավաճանությունը անցնի գնա։ Եվ այդ ամեն ինչը վստահվեց Արմեն Աբազյանին, ինքը կարողացավ այդ ամեն ինչը սահուն անցկացնել մինչև այսօր։ Դե ինչը խանգարեց իրեն ձերբակալել այս անգամ եւս մեկ անգամ խախտել օրենքը, ձերբակալել Սամվելին Կարապետյան, ես չգիտեմ, գուցե անձնական հարգանքներ, չգիտեմ, գուցե չուզեցավ դեմ գնա Ռուսաստանի ցանկություններին, ինչ որ է, դա մենք հետո կիմանանք կամ չենք իմանա։ Ուզում եմ մի բան ասեմ, որ այս ամեն ինչը չի փակելու այսօրվա իր հրամանը չկատարելը, չի ծածկելու այն հանցագործությունների մի ամբողջ շղթան, որ ապահովել է իր ներկայությամբ, իր աշխատանքով Արմեն Աբազյանը։ Այնպես որ Աբազյան, այո, դու ես մի հանցանքին չգնացիր, բայց դու քո վրա ես վերցրել, ասեմ քեզ, Փաշինյան Նիկոլի բոլոր հանցանքների տանիքի դերը, երբեմն նույնիսկ նրա մամլո խոսնակի դերը։ Ես ձեզ հիշեցնեմ, որ երբ որ հանձնում էր տեղ գյուղի տարածքները, ԱԱԾ-ն էր հայտարարում, որ տեղի ունեցել սահմանի փոփոխություն։ ԱԱԾ-ն էր հայտարարում, որ տեղի է ունեցել սահմանի փոփոխություն։ Մինչդեռ սահմանի փոփոխությունները լինում է բացարձակապես հանրաքվեի միջոցով եւ օրենքների սահմաններում։ Ինչ որ է Արմեն Աբազյանը 5 տարի հավատարիմ դավաճանեց Փաշինյան Նիկոլի համար, մեզ բոլորիս, մեր երկրի շահերը, պետականությունը եւ այսօր հեռացվեց աշխատանքից։ Բնականաբար մենք որպես կրկնակի ստանդարտներ չհանդուրժող արդիկ ասում ենք, որ իրավունք չկար պետական ծառայողին, ընել ԱԱԾ-պետին հանել աշխատանքից հանցավոր հրամանները չկատարելու համար։ Այ պետք է հակառակ լիներ, պետք է Արմեն Աբազյանը ոչ թե ինքը հրաժարվեր, այլ ասել մի վարքյան։ Օրենքը սա է ասում։ Դե հիմա տեսնենք ով ավելի մեծ իշխանություն ունի, ես թե դու։ Արմեն Աբազյանը ցույց տվեց դեր, որ ինքը չկա, որպես տղամարդ, որպես իրոք ԱԱԾ պետ, որտեղ իրոք ԱԱԾ պետը, իրոք գլխավոր շտաբի պետը, իրոք ՊՆ նախարարը չի գնում, չի հանձնում իր պոստը անօրինական հրամաններով, հա։ Դրանք կոչված են պետությունը, սահմանադրությունը պաշտպանելու հենց նմաններից, որոնց անունը կոչվում է Փաշինյան Նիկոլ։ Դա կարող է լինի վարչապետի պաշտոնում, դա կարող է լինի ում պաշտոնում ուզում է լինի։ Բոլոր պաշտոնները ընտրովի են եւ ոչ մեկ
ոչ մեկ իրավունք չունի խախտել սահմանադրությունը։ Եվ ցանկացած մարդ, մանավանդ այդպես ուժային կառույցի ղեկավար ոնց որ ԱԱԾ-ներ, գլխավոր շտաբներ, հիշում եք Օնիկի պատմությունը, հա? Օնիկ Գասպարյանի պատմությունը, փոխանակ ինքը կալանավորեր Փաշինյան Նիկոլին, սրանք որոշեցին, հորինեցին օրենքի ուժով հեռացնում են գլխավոր շտաբի պետին։ Էլի նույն պատմությունն էր, գնաց Մոսկվա, ասեց կալանավորեմ սրան, ասեց ինչ ես խոսում, սա մեր շունն է, մեզ պետք է ծառայի։ Հիշացնեմ, որ հենց Գասպարյան Օնիկի դեմ միանգամից բողոքեցին եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը, որ ձեր չտակ, ձեր չտակ, ձեր ցանկացած գործողություն կլինի անօրինական դավաճան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ինչ ասում սրա մասին Փաշինյան կապիտուլանտը, ասում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել եւ չի կարող փոխել։ Ում համար։ Ձեր համար, պետության համար։ Դե իհարկե, այս պաշտոնանկությունը փոխում է սահմանադրության նկատմամբ վերաբերմունքը, օրենքի նկատմամբ վերաբերմունքը։ Մարդկանց համար, որ թքած ունեն սահմանադրության եւ օրենքների վրա, բնականաբար իրանց համար ոչինչ չի փոխվել։ Իսկ հերթական մի օր էր, որտեղ խախտվեց սահմանադրությունը, օրենքները եւ այդ խախտողը հերթական անգամ Փաշինյան Նիկոլն էր։ Դե իրանց համար բնականաբար ոչ մի առանձնապես բան չի փոխվել։ Բայց մենք հասկանում ենք, որ ամեն ինչի նկատմամբ պատասխանատվության ժամը գալիս է։ Ու ոնց ասեմ, Փաշինյան Նիկոլը խելոք կլինի, որ ինքը նախաձեռնի այս process-ը։ Հա, ինքը նախաձեռնի այս process-ը, իր սեփական կալանավորման, որովհետև մենք խոսացինք, չէ, երեք հազարավոր ծնողներ, այսօր էլ ենք խոսալու, հազարավոր ծնողներ սպասում են արդարադատության այն օրվան, երբ որ իրանք կարողանալու են բերել պատասխանատվության դաշտ նրան, ով զրկել է իրենց ամենաֆարազատ բանից, ամենակարևոր բանից, իրենց զավակների կյանքից։ Եվ այդ մարդիկ կան, ոչ միտեղ չեն գնացել, այսօր էլ փողոցում էին, դեռ փորձում են ինչ-որ մի բանի հասնել փողոցային պայքարով, հույսները չկտրած։ Այո, Փաշինյան Նիկոլ, այս մարդիկ անընդհատ հիշեցնում են իրենց գոյության մասին, որ մենք կանք, մենք չենք մոռացել, մենք պայքարում ենք դրա համար եւ վաղ թե ուշ պատասխան տալու ժամանակը մոտենալու է։ Ինչ է ասում սա, լսենք։ Արմեն Աբազյանը իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում եւ աշխատել է ամենաբարդ շրջանում 2020 թվականի նոյեմբերից եւ նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, որովհետեւ այս 4 ու ժպիտը նայեք, նա արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։ Ավելի մի րոպե 5 տարի Ինչն է զարմացավ 5 տարի այդ լարված պայմաններում աշխատելը ազգային անվտանգության ու ժպիտը 7 տարի էլ դու ես աշխատում այդ լարված պայմաններում Փաշինյան Նիկոլ, չես ու մի քիչ հանգստանաս։ Կհանգստանաս։ Երկար քննության ծառայության տնօրենի պաշտոնում կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չի։ Իմ նշած հանգամանքների հետ կապ չունի։ Գիտեք, ձեր նշած հանգամանքների հետ ուղղակի կապ ունի իմ նշած հանգամանքների հետ, իսկ ընդհանրապես ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային այն։ Հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել, պարոն վարչապետ։ Չէ, կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ինչ որևէ հանձնարարություն կատարել։ Լսեցիք, չէր կարող, սա բանալի բառ է, չէր կարող ազգային անվտանգության տնօրենը հրաժարվել իր հանձնարարությունը կատարելուց։ Եվ այս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում է, գործում է ոչ թե օրենքներն ու սահմանադրությունը, այլ Փաշինյան Նիկոլի իրեն աստվածի տեղ դրած մեկի խոսքը, նրա ցանկությունը, ընդ որում, ով սա նորմալ է համարում, ինքը հաստատում է մի բան, որ ինքը շատ հեռու է դեռ մարդ լինելուց։ Մարդ գիտեք օրինակ, այն աստված, որ իրան ստեղծում է,
մարդ իր կերպարանքով եւ տեսակով, հա, որին տալիս է ընտրելու ազատություն, այսինքն մարդ, ազատություն, դրանք լրիվ հոմանիշներ են, հա։ Ով մտածում է այո, եթե մեկը Նիկոլը մի բան ասում է, դա է վերջի ճշմարտությունը, փաստորեն ինքը փաստում է, որ ինքը դեռ մարդ որպես այդպեսին չի կայացել, որովհետև ինքը չեն հասկացել ինչ է նշանակում լինել մարդ։ Մարդ լինել նշանակում է ունենալ իրավունքներ, ունենալ ազատություններ։ Եվ այդ իրավունքներն ու ազատությունները սահմանված ու պաշտպանված են օրենքներով եւ գրված են ամեն ինչ սահմանադրության մեջ։ Ավելի մանրամասն օրենքներ կան դրա համար, հա։ Իսկ այդ օրենքները հորինված են, գրված են մարդուց պաշտպանելու համար, մարդուն պետությունից պաշտպանելու համար, հա, դրա համար է գրված։ Եվ եթե մարդ կա դրան չի հասկացել, չի հասունացել, նշանակում է դեռ ինքը չի մարդացել, հա, շատ կարևոր բան է։ Ինքը կարող է նույնիսկ գրել կարդալ գիտի, նույնիսկ ասենք կարող ժամանակին, չգիտեմ, ժող ինստիտուտն ավարտել կամ ասենք պոլիտեխնիկի Գորնի ֆակուլտետը հիշում եք, ինչ եմ ասում Գորնի ֆակուլտետ, որտեղ չէր կարողանում ընդունել, ժամանակի ուղղակում էին պոլիտեխնիկի Գորնի հանքային Լեռնային բաժին, ասենց ասեմ, կոնսերվատորիայի մոտ էր դա համար, ես լավ հիշում եմ, էլի, կոնսերվատորիայի մոտ էր որն էր, կոնսերվատորիայի նախկին շենքը Մատենադարանի կողքի հենց տվել էին այդ բանին, բաժին, ես դրա համար եմ հիշում։ Ամեն դեպքում, նույնիսկ եթե ինքը ավարտել է այդ բաժինները, դեռ դա չի նշանակում, որ մարդացել է, մարդ դա գիտակցություն է, մարդ դա ինքնագնահատական է, մարդ դա ինքնադրսևորում է նաև, հա, քայլել, գրել, կարդալ, թեկուզ ինստիտուտ ավարտել, համալսարան, դեռ չի նշանակում, որ դիմացինը մարդ է։ Չի հասկացել ինքը ինչի համար է ծնվել, չի հասկացել որտեղ է իրավունքները, որտեղ է իր պարտականությունները, չի հասկացել, էլի։ Այ հիմա ովքեր սա համարում են նորմալ, նշանակում է դեռ դրանք չեն մարդացել։ Հա, որովհետև ըստ սահմանադրության ԱԱԾ-ի պետը իրավունք ունի չկատարել Փաշինյան Նիկոլի եւ ցանկացած վարչապետի հանձնարարություններ, եթե դրանք հակասում են օրենքին։ Հա, եթե դա չի կատարում, փաստորեն չկատարելու համար ինքը ուղղակի հեռացրեց աշխատանքից, որը նշանակում է մի բան. դատախազ կլինես, ԱԱԾ պետ կլինես, քննչականի պետնես, ով ուզում ես եղի, իմ հանձնարարությունը չկատարեցիր, ես քեզ աշխատանքից տեղում հեռացնում եմ։ Թե դրանից հետո ինչ կլինի, ոնց կլինի, Աբազյան Արմենը կգա արդեն պատասխան տալու մի օր անպայման Փաշինյան Նիկոլը ցուցմունք էր տալու Աբազյան Արմենի դեմ, չէ՞։ Ոնց պիտի ասի, բայց եթե սա հակասում էր ազգային անվտանգությունը, բայց ինչն էր ԱԱԾ պետը հո ես չէի։ Ինքն է դրա համար պատասխանատվություն կրում, կամ ինքն է պատասխանատվություն կրում Հայաստանի տարածքով տոննաներով թմրանյութ տանել բերելու այս process-ի ազգային անվտանգությունը դրա համար էր։ Այս ամեն ինչը ասվելու է, մենք դեռ այս մասին կխոսենք։ Ինչ որ այա Փաշինյան Նիկոլը հերթական անգամ ապացուցեց ու ասեց, որ ԱԱԾ չէ, ով ուզում է լինի, նա չի կարող չկատարել իմ հանձնարարությունները։ Հիմա սրանից հետո ցանկացած մեկը Հայաստանի մասին որպես պետություն, որպես իրավական պետություն, եթե խոսենք որպես իրավական պետության, ուղղակի իմացեք, նա ապուշ չի, նա դավաճան վարձկանա ու ծառայում է այս ռեժիմին, այս թուրքական ռեժիմին։ Ավել բան չեմ ասում։ Եվ այսպես Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ նաև մեղադրանք է ներկայացել Ալիևը։ Անց որ ամեն ինչ համընկնում է իրար։ Ինչ անում Փաշինյան Նիկոլը ամբողջ այս 7 տարի իրականացնում է Ալիևի ցանկությունները Հայաստանում։ Առանց հաշվի առնելով, որ երբեմն կարող է ցանկությունները Ալիևի գնա հակառակ ժողովրդի, հակառակ նույնիսկ Ռուսաստանի ցանկություններին, որովհետև օրինակ այս պարագայում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը հակասում է Ռուսաստանից եկող պահանջներին։ Բայց քանի որ Փաշինյան Նիկոլը վստահ է, որ իր նոր տերերը երևի ինքը տենց է մտածում, Էրդողանն ու Ալիևը, որ հետ ինքը գնալու է հանդիպման վաղը, իրան շատ պինդ են պահելու,
իրան ամեն ինչից փրկելու են եւ ինքը այլևս կարիք չունի այդ հետևողականությամբ լսի Ռուսաստանից ինչ են անում, ուրեմն կարող է նաեւ իրականացնի այն հրամանները եկող բանկվից, որոնք չեն համընկնում Ռուսաստանի քիմքին, որովհետեւ թե ինչ աղմուկ եղավ Ռուսաստանում Սամվել Կարապետյանի ձերբակալման հետ կապված, ես կարծում եմ բոլորը հասցրեցին տեսնել նույնիսկ կաթողիկոսի եղբայր օլիգարխ եղբայրն է եկել Մոսկվայից այսօր աջակցության համար չէր կարող լինել ավելի վատ գովաստ, քան ասենք Կճոյանի, Կճոյանները դեք ասեմ, ամեն դեպքում կաթողիկոսի եղբայրը այդ ներկայությունը ստեղ եթե չեմ սխալվում հենց ինքն է, արդեն սկսեցին վրա կասկածել Կճոյաններ թե կաթողիկոսի եղբայրին։ Ամեն դեպքում այն մասան որ հավաքվել է, այն աջակցությունը որ կա, հուշում է եւ փաստում է մի բան։ Մոսկվայում ոնց որ թե այդքան միանշանակ ուրախ չեն այս փաստի համար, հա։ Գնանք առաջ ավելի մանրամասն ներկայացնելու համար։ Լրագրողներ ջան, հիմա ես եմ գալի, ես գամ քիչ ձեզ, էլի։ Փաշինյան Նիկոլի կամային գործողությունների համար այսօր լրագրողը հարց է տալի։ Տեսեք ինչա հարց տալի ու ոնց է ձևակերպում։ Տավորն եք փորձում լինել, ԱԱԾ-պետն եք, կոշկակար եք, բոլորը փորձում են կատարել ձեր քմահաճույքները, սա է արդյոք ձեր ժողովրդավարությունը եւ խնդրում եմ արցախցիների պահով։ Ասես, բասեն դու ամեն ինչ ես կոշկակար ես, ԱԱԾ-պետ ես, ամեն ինչ ես, բոլորը փորձում են կատարել ձեր ցանկությունները։ Այդ փորձում են բառը ինքը ասում է մեկին, որը խոսքի մանիպուլյացիաների եւ հարցի չպատասխանելու վարպետ է ուղղակի, էլի։ Ես խնդրում եմ լրագրողներ, ոչ մեկ չի փորձում իր հրամանները կատարել, բոլորը պարտադրված են իր հրամանները կատարել։ Ինքն է ասում չեն կարող չկատարել, դա փորձ չի, հենց այս բառը վերցրեց ու պատասխանեց, փորձել, տեսեք։ Դուք բերել եք ձեր հայրենակիցներին այստեղ եւ պատասխանատվություն եք կրում։ Ինչ է սպասվում արցախցիներին այսքանից հետո։ 40,000-ները կտրեցիք, մարդիկ մնացել են անտուն, խնդրում եմ, որպես երկրի պատասխանատու պատասխանատվություն կրեք ձեր հայրենակիցների առաջ եւ պատասխանեք իմ այս հարցին։ Դուք ձեր հարցի մեջ նշեցիք, որ բոլորը փորձում են կատարել իմ քմահաճույքները։ Հիմա որ դուք ասեք, դուք իմ որ քմահաճույքն եք փորձում կատարել, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Բոլորը, դուք եք բոլորի մեջ մտնում, օրինակ դուք որ քմահաճույքն եք։ Ես գիտեք ինչ, ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում, ես հարցը լսեցի եւ հարցին պատասխանեցի։ Վերջ, հարցին լսեցի եւ հարցին պատասխանեցի։ Փորձում բառը վերցրեց, իմ ասում խնդրեմ հաջորդ հարցը։ Լրագրողներ ջան, չի կարելի այսքան մերկ լինել, այսքան անպատրաստ լինել, դու գնացել եք մի հրեշի դեմ եք կանգնել, հա, որ ինք այսեց, այ, շնորհակալություն, ես քո հարցին արդեն պատասխանեցի, դու ասեցիր փորձում ենք, ես իմ ոճի մեջ ասեցի դու ինչ ես փորձում իմ համար անել, ու վերջ, դրանով վերջացավ, դու ամբողջ այդ հնարավորությունը դու կորցրեցիր։ Մի քիչ կարելի է չէ պատրաստված լինել, բառերի ընտրության մեջ ճիշտ լինել, հարցը այն կարգի հստակ, կոնկրետ մի հատ հարց պետք է լինի, որ փախնելու տեղ չունի, լավ սկսել էիր, այ բալիկ ջան, ես չգիտեմ նույնիսկ ով էր, գիտեի, որ լսեց որ չի կհարցնում որ արցախցիների պահով չեք ուզում անդրադառնալ։ Մեսա կհարցնի։ Ու վերջ, արցախցիների մասին էլ չի խոսում, ինչ պետք է խոսա։ Դու արդեն կիքսը տվել ես ընկերուհի ջան, եւ ինք այդ կիքսը վերցնելով, սա հարցերից խուսափող, հարցերի մեջ մանևրող, սարիկայի մեկ առանց արժանապատվության, ինքը կարող նույնիսկ կերծի, եթե դու միջել թույլ ես տալիս սխալը, մոռացի որ հարցի պատասխան եք ստանաս։ Եվ այսպես, պետական սեփականություն։ Հեցի այն աշխատողները, որոնք հիմա կֆիքսենք մենք, ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց տիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Այն ԶՊՄԿ-ի են բանի ուժեղ
Ինձ հետաքրքիր ենք ոնց է նախ բարձելով այդ բոլորի ստիպողաբար են բերել, երկրորդն էլ ոնց է ազատում աշխատանքից, երբ որ ինքը ոչ մի լծակ չունի։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Նորից Նիկոլի Սազանդարներ եւ պրոպագանդոններ։ Սա ոնց է պատասխանել այս հարցին։ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամի է, չէ՞, իր նկատմամբ ընդհանրապես էմոցիա չկա։ Սա թշնամի է, որի պետք է ուղղակի լիկվիդացնել, չեզոքացնել բոլոր հնարավոր եղանակներով։ Իմ մոտ ավելի մեծ գարշանք են առաջացնում նրանք, որոնք կուր եւ խուլ են ձևանում, որ այս ամեն ինչը չեն լսում։ Ես ընդամենը երկու փաստ բերեցի, որ ԱԱԾ-պետը չի կարող չկատարել իր հրամանները եւ ինքը վերցնելու է մարդկանց միտինգ գալու, աջակցության հավաքներից գալու, աշխատանքից հեռացնի։ Մի հատ կարող եք ասել, այս կարգի օրենքի խախտումներ ունեցող երկիրը իրավական պետությունա թե չէ։ Ու եթե սրա մասին ասում է անձամբ ինքը վարչապետը, ինքը հանցագործա թե չէ, ինքը խախտում է մարդու իրավունքները, գնալու ընտրության խոսքի եւ սահմանադրության հավատարիմ մնում է այս մարդը։ Իհարկե ոչ, չի մնում, դա ման եմ ասում։ Փաշինյան Նիկոլը, դա թշնամի է պետականության։ Ինքը չի քննարկվում եւ ընդ ոչ մի էմոցիա չկա։ Այն մարդիկ, որոնք խուլ են ձևանում եւ չեն լսում եւ խոսում են ամեն ինչից բացի սրա հանցագործ լինելու, ակնհայտ ակներով հանցագործություն ասա։ Հա։ Նրանք վարսկան սրիկա կոլաբորանտներ են։ Կարել էր ավելի ճոխ բառեր ասել իրաց մասին, բայց իմաստը որն է։ Չարժի եթերը փաստը։ Տղեկի նման, էլի ծնկաչով գալու են մեր դռների դեմը կանգնեք, տեսեք, ոչ մեկը ոչ մեկին էլի ծնկաչով գալու եք մեր դռների դիմաց կանգնեք։ Ասկետ ինչ է նշանակում ծնկաչով գալ եւ էլի ինչ է նշանակում։ Այդ երբ են եկեք քո դեմ ծնկաչով կանգնել դռների դեմ եւ ինչի պիտի գան քո դեմը կանգնեն ծնկաչով եւ ի վերջո ով ես դու, ոսած մենք, որ պետք է գան քո դռան դեմը ծնկաչով կանգնել։ Սա վարչապետի ելույթ է։ Ոչ։ Սա հանցագործ, կրիմինալի, կոմպլեքսավորված կրիմինալի, նույնիսկ իրական կրիմինալները sense բաներով չեն խոսում, հա, sense տերմինոլոգիաներ չեն խոսում։ Սա հանցագործ, չկայացած կրիմինալի տեքստ է։ Իհարկե դատախազին անիմաստ է բան ասել, բայց եթե դու ես ընդեր նստած քեզ խուլու համդի տեղ դրել, իմացի, այս ամեն ինչը քո վրա է գրվում։ Հիմա այլ Աբազյանի բան չեմ կարող ասեմ, բայց այն չկա։ Հա։ Սա գրվում է դատախազի վրա։ Լսում ես աղջիկ ջան, սա գրվել է քո վրա։ ներում չի լինելու ոչ մեկին, հա, որ ամեն ինչ պարզ լինի։ Երկրորդը, այն աշխատողները, ովքեր կհրաժարվեն եւ կհազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ եւ կոնկրետ ցուցմունքներ կտան, եթե հիմա ասենք ենթադրենք նրանց ոչ մեկ չի ազատվի, որովհետեւ մենք բավարար լծակներ ունենք այդ մարդկանց պաշտպանելու համար, իսկ ովքեր իրավապահ մարմիններին հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան եւ այլն, այն մյուսները կդատվեն, իսկ համագործակցող աշխատողները կխրախուսվեն։ Լսեցիք, սա հանցագործ հայտարարությունը, այսինքն ովքեր կգնան միտինգների, կհեռացվեն աշխատանքից, ովքեր կհամագործակցեն, կխրախուսվեն։ Այսինքն ովքեր գործ կտան, կդավաճանեն, կասեն ով է գնացել միտինգի, ցուցակներ կտան, նրանք կխրախուսվեն։ Վերեմ Յենիչերիական համակարգի վրա։ Ով կոտորում է ժողովրդին, ով նռնակներ է գցում ժողովրդի վրա, ով ամեն հանցագործությունների գնում է, ինքը խրախուսվում է Փաշինյան Նիկոլի կողմից անձամբ եւ հայտարարում է պետության ողնաշար։ Իմաստը նույն բանն է ասում։ Ով կգնա միտինգների կհեռացվի աշխատանքից, ով կհամագործակցի, կմնա աշխատանքի հետ։ Սա աշխատանքի մեջ։ Սա բացառիկ հանցագործություն է։ Բացառիկ այս մարդու նկատմամբ, այս մարդու մասին, այս տվյալ երևույթի մասին, ով կխոսա որպես մարդ, որպես լեգիտիմ ղեկավար, ոչ հանցագործ, ինքը կամ կատարյալ տգետ է, բույս իր ինտելեկտուալ մտածելակ ինֆորմացվածության ամեն ինչով, ինքը կամ բույս է կամ սրիկա վարձկան։ Մեջտեղում բան չկա, սա հանցագործ հայտարարություններ է։
Հիմա ամեն մարդ որ սրան ուզում աջակցի, պետք է ինձ լսելուց հետո պետք է իր համար ընտրություն անի, ինքը որ մեկն է, ինքը բույս է, այսինքն պետք է ինքը խոստովանի։ Ես այնքան բույս եմ, որ ես չեմ հասկանում, որ սա հանցագործության մասին հայտարարություն է, եւ ինչ որ ինքը ասում է, նոնսենս է, աննորմալություն, sense բան չի կարող անչի։ Եթե իհարկե ժողովրդավարական երկրի մասին ենք խոսում։ Կամ պետք է խոսովանի, որ ինքը բույս է կամ ասի, հա, ես բույս չեմ, բայց չէ, ես չեմ ուզում բույս լինել, ես ուղղակի վարձկան սադիկայում կամ բաց։ Իսկ նրանք ովքեր ուղղակի կհրաժարվեն այդ տրամաբանությամբ մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չունենա, մենք կարողանանք նրանց պաշտպանել եւ պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Այս տականքին հիշացեք, որ հավաքների մասնակցելու իրավունքը դա սահմանադրորեն ապահովված իրավունք է։ Հավաքներին մարդու մասնակցելու իրավունքը ամրագրված է սահմանադրությամբ, ոչ թե Նիկոլի ցանկությամբ։ Սա հիշացրեք։ Ու մեկ էլ մի բան էլ ասեմ, то այդ դիժվածք, այս նույն մարդիկ հենց հանրահավաքներով քո նման ոչնչությանը բերեցին իշխանության։ Քեզ քո բակի շները նույնիսկ չէին ճանաչում, շները։ Այն որ շները բոլորի գիտեն ու վրա հաճան ու վրա չհաճան։ Քեզ քո բակի նույնիսկ են թափառող շները չէին ճանաչում։ Քեզ այս մարդիկ բերեցին էլ Սամվել Կարապետյանի թեթև ձեռքով, իր օգնությամբ։ Հիմա վճարում եմ դրանց։ Չգիտեմ սա վերջում դուս կգա մենք իհարկե այդ մասին խոսենք, բայց սա հիշացեք այ ոչնչություն։ Քեզ նույն մարդիկ են բերել նույն եղանակով։ Եվ ոնց որ թե նույն եղանակով էլ քեզ գնողի ծոսն են ուղարկելու։ Բայց դու երևի մոռացել ես, որ դու տենց ես եկել փողոցից։ Չալո, դու նույնիսկ չալոն չէիր։ Հեծի են աշխատողները։ Ահա, գնանք առաջ։ Եվ ասես։ Ուրեմն ինչ է ստացվում։ Մարդ արվում է աջակցությունը եկեղեցուն, միանգամից հրաման ձերբակալելու, չի կատարվում հրամանը չկատարող ազատվում է, մի խոսքով գնում համոզում են տանում են եւ երկու ամսով կալանք են հայտարարում վրան։ Կալանքի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարում է հայ էլեկտրացանցերը պետականացնելու մասին։ Սենց բաներ արել են բոլշևիկները։ Արել են։ Ես հիշում եմ։ Այսինքն անձամբ չեմ տեսել, բայց հիշում եմ պատմությունից։ Արել են բացառապես բոլշևիկները։ Նման բան արեց նաև Սերժիկը Սարգսյան, որն էլ վերջի բոլշևիկները ըստ բանի Մավելի, բայց ոչ թե ասես պետականություն, չէ, ասես գրզոն ինչ ունի, նեմեց քոննա վերցրա։ Ես դա հիշում եմ 2008 թվականից հետո էր, մենք էլ ընկած բան գրզոյինք, ուզում փրկեինք։ Ասում ենք չի կարելի ոնց ինչ է նշանակում մարդը կարծիք ունենալու իրավունք ունի, ինքը որտեղ աջակցում էր 2008 թվականին, ովքեր մոռացել են, հիշացնեմ 2008 թվականին աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Որից հետո այդ ջախջախումից հետո որոշեցին ունեզրկել գրզոյին եւ նա փախած էր տարիներով։ Մի խոսքով բջնին ձեռքից վերցրեցին եւ այլն։ Մենք էլ ուզում ենք փրկեինք, ասում ենք չի կարելի օլիգարխի իրավունք ունի կարծիք ունենալու։ Սա նույնն է։ Ընդ որում այն մարդու հետ թիմով, որին ունեզրկել են 10 տարի առաջ, 15 տարի առաջ մտան։ Սա նույն եղանակով հիմա Պաստորեն կարելի էր դա։ Պաստորեն կարելի էր դա։ Բայց հասցնի անի, չի հասցնի անի։ Իսկ մնացած օլիգարխները սրանց հանգամանքին ոնց են նայելու, ես չգիտեմ։ Բայց սա եւս մի շատ կարևոր մեղ իր իշխանության դագաղի վրա գնաց։ Եվ այդ պրոպագանդոները նույնպես սրան պետքա բացատրություն տան, այսքանից հետո ոնց են սկսելու փորձել Փաշինյան Նիկոլին մաքրել իր ձեռքերի արյունն ու այս ամբողջ հանցագործությունները։ Այս ամեն ինչի մեջ ես մեծ հիստերիա եմ տեսնում, մենք այդ մասին առանձին խոսենք, բայց այս անցնենք ուղղակի փաստեր արձանագրելու, հա։ Ու մի հատ էլ ինչ որ միացած կենթանի կա, որը իրան ասում է ես համ քաղաքացի եմ, համ իրազեկված եմ։ Ասում է
ազատազրկում է սահմանվում նրանց համար, ովքեր իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել հանրահավաքի իոնիսյան։ Ենթականերին կպարտադրեն, դու ոնց ես բանանելու, ապացուցելու, որ ենթականերին պարտադրում են ու ազատազրկումը։ Սա փաստորեն նույնիսկ տեղեկացված չի, որ նախ այդպես բան հնարավոր չի ապացուցել, որ պարտադրված է, եթե պարտադրված է, քո շեֆը բայ եթիմ։ Մեկը գերել է, որ լավ անջում սրանց համար եթիմը։ Գյումրվա ընտրություններում, հա, այդ փաստերը կա, որ վիդեոյի մեջ մարդիկ ասում են, մեզ բերել են ավտոբուսով, նոյեմբերից շրջանից, այն շրջանից, այն գիշերով բերել են, թողել են փողոցներում, որ վաղ ընտրությունների իրանք էլ չգիտեն ինչի համար եկել, կեսա բեդեմքներ էր փակելու, բայց չիրազերկված չքաղաքացի, բա ազատազրկում սահմանեի նրանց վրա, ովքեր բերել էին։ Ու դու գիտեիր ովքեր են բերել, մարզպետներ, քաղաքապետներ, բա ուր էիր դու։ Այդ կատարյալ ոչինչ։ Ուր էիր։ Ոչ։ Լսենք սա։ Գալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ Հայաստանի իշխանությունների հասցեին արված հայտարարություններին։ Այս հեռուստատեսային այլանդակությանը թվում է, թե կարող է վերջին խոսքերն ասել Հայաստանի իշխանությանը, հայ ժողովրդին քաղաքական գործողությունների կոչ անել օրինական ընտրված իշխանության դեմ, խաղալ զգացմունքների վրա, հնչեցնել այդ էժանագին զառանցանքները, դրանք փաթեթավորելով խղճուկ դերասանական խաղով եւ միևնույն ժամանակ հուսալ, որ սա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին։ Մինչդեռ սա հենց ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ատելության եւ իրավուրանքների գիտակցված տարածում։ Որ ասում են միջամտություն հայկական Հայաստանի ներքին գործերի, ուզում եմ հարցնեմ սրանց, որտեղ այ ոչինչություններ, ասկետ Հայաստանի գործերի ներքին միջամտելու իրավունք ունի բացառապես Էրդողանն ու Ալիևը, հա։ Երկրորդը տենաս, այս Սալարիովը տեղը կա, որ ինքը վերջի այլանդակությունն է, սրիկան։ Իսկ թվում է շատ օգտակար կլինի սա մասին, որ ինքը իմանա։ Երկրի ղեկավարության եւ ժողովրդի Հայ միջելոց վիրավորանք երկրի ղեկավարության ժողովրդի հասցեին, չէ, ժողովրդին բան չի ասել։ Ժողովրդին ասում է հայեր ու եք չեք հանդուրժում այս տականքներին։ Իսկ վիրավորելու համար այն հեռուստաընկերությունները ռուսական, որոնք հեռարձակվում են Հայաստանում, այդ հեռուստաընկերությունները բազմաթիվ անգամ ձեզ բոլորին ասել են Սորոսի ծնունդներ, վիժվածքներ, բառացի, ուբլյուդկի, հա, դուսպրծուկներ, ինչ ասես ասել են այն հեռուստատեսություններով, կայաններով, որոնք հեռարձակվում են առ այսօր Հայաստանի տարածքում, նույնիսկ Լուկաշենկոն ինչ ասես, բայց ձեր քուտիկը սիրում է այդ բառերը, սոր շան նման մեկա գնում կանգնում է կապում է կողքերի, հա, ինչու՞ եք նեղվում, առաջին անգամ է что ли, առաջին անգամ է, բոլորը մի, սրա բազմաթիվ փորձեր կա, ապացույցներ կա, 7 տարի ինչ ուզել, ոնց ուզեցել, ասել են, ու դա հեռարձակվել է Հայաստանում, ու այդ ռուսական ալիքները դեռ հեռարձակվում են, անպատիժ, ինչի պետքա չլիներ, որ դուք դա եք, դուք ընդունում եք, որ դա եք, իրանք էլ ասում են։ Հիմա այս մարդը ինչ մեղք ունի, որ դուք դա եք, ու դա կընդունել եք, ինքը ասել է, եղել է, անցել է, առ այսօր այդ ամեն ինչը կա, ինչի պետքա հերթական անգամ ձեր չասի ձեր ով լինելու մասին։ Պետական հեռուստալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին, իսկ Հայաստանի բնակչության շրջանում միայն խորը զզվանք առաջացնում։ Հուսով եմ ռուս գործընկերները, որոնց հետ բազմիցս քննարկել են Հայաստանի բնակչության շրջանակներում լուրջ զզվանք չի առաջացնում։ Խոսքեր, որոնք ասում են Փաշինյան Նիկոլի մասին։ Հակառակ, մեր մոտ ասում ենք, մենք սենց ենք մտածում։ Մենք էսի որ գիտեինք դուք ունեիք, բան չի շուտ չէիք ասում։ Զզվանք բացարձակապես։ Մեր խորին զզվանքը Փաշինյան Նիկոլի նկատմամբ շատ ավելի խորքային է, քան այն մարդկանց նկատմամբ, որոնք նկատում են, որ Փաշինյան Նիկոլը այն է, ինչ որ իրենք ասում են։ Նման միջադեպերը կարձագանքեն եւ հայ հասարակությունը կլսի հստակ ներողություն նույն ալիքով նույն շքեղ արիստոկրատիկ ձևով գրել է Սիմոնյանը։ Նշենք իր հեղինակային հաղորդման ընթացքում Սոլովյովը Հայաստանի իշխանությունների հասցեին մեղադրանքներ է հնչեցրել կապված գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ եւ վերջում հավելել, որ իր հայտարարություններն ամենևին էլ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձեր չեն։
Այս սպասում եմ սա ոնց է ներողություն խնդրելու հենց Ռուսաստանի առաջի ալիքով։ Ոնց եմ սպասում։ Բայց ես վախում եմ ուրիշ բան տեսնեմ Ռուսաստանի առաջին ալիքով։ Տեսնենք սա ինչ է ասում։ Համբալի մասով ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ ապօրինի գույք ունեցողը համբալա։ Դուք ծերից են համբալ եք ենա։ Որի բանը նայեցինք, սա ապօրինի է։ Որի բանը հայտարարությունը նայեցինք, ապօրինի, ասեմ ավելին, դուք էլ ապօրինի զավակ եք։ Դուք չեք կարող ծնվել նորմալ մարդկանցից։ Հենց վիճվածքին է ասում, ապօրինի գույք ունենա համբալը ունեցողը։ Հենա դուք ասեցիք, որ դուք ծերից ծեր համբալ եք, այսինքն դուք ձեր աշխատավարձով այն ինչ որ դուք ունեիք, որպեսզի դուք առնեիք, դա լիներ օրինական, դուք պետք է 300 տարի աշխատեիք ու չծախսեիք ոչ մի բան։ Լսեցիք։ Այ դոկտոր Մա Թարսեն Սորոսյան, դա շնորհենք։ են երկրի ղեկավարը, որ օրինակ 2 կոպեկի համար գույք է տալիս պարտքի դիմաց։ Լսեցիք։ Ինքը նաև համբալանանց, ով 2 կոպեկի համար գույք է տալի պարտքի դիմաց։ Ես դες մեկին գիտեմ, որ 2 կոպեկի համար մի ամբողջ երկիր տվեց։ Ծախեց։ Հիմա դա համբալա, թե ինչ է։ Թարսեն Սորոսյան։ Ասա Վայ, ես ոնց եմ սպասում այն օրվանին, երբ որ դուք sense հասանելի եք լինելու ուղղակի, էլի։ Հասանելի։ Խոսում էր ինչ որ պարադներում դիրքի մասին Նիկոլ Փաշինյանի։ Ներվել են, որ Նիկոլ Փաշինյանի պարադում դիրքի մասին է խոսած, բայց որփի դիրք է բախի չխոսանք որ։ Բաբա որփի նման նստած է, որփանտ է, ընդ որում մեկի կողքը, որին է վիժվածք էր ասել ընդամենը մեկ ամիս առաջ։ Լուկաշենկո։ Եվ կողքը որփի նման նստած էր։ Քոչանա Ռոբերտն է մեղավոր։ Կամ համբալ չի արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծա փոքրացնում ինչ որ մի հատ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք։ Գազամուղը փոքրացնում ինչ որ մեկի երկրի շահի համար, իսկ համբալ չեն վարչապետը, որ Հայաստանի ամբողջ տարածքնանվիրում ուրիշին շահի համար սեփական բնակչության տարածքն է, տներն է նվիրում թշնամուն սեփական շահի համար, համբալ չի, ճիշտ ես ասում, դա համբալ չի, դա ուրիշ բառով է կոչվում, ինչ համբալ, համբալը մեր բառ է։ Կամ էլ օրինակ, կեղծ փաստաթղթով ընտրություն կեղծելով նախագահ է դառնում, ով է այդ նախագահը, եթե ոչ համբալ։ Քոչանա Ռոբերտ, լսում ես։ Լսում ես։ Ու դու ես իրավունք տվել, որ դու դառնաս այսպես հերոստատ, այսպես ոչնչությունների համար, այսպես բեմական, YouTube-ի մասշտաբների մեջ համբալ։ Դու ես այդ հնարավորությունը ես տվել եւ ասեմ նաեւ իրավունքը, որովհետեւ դու ես համաձայնվել նստես ընդեր այդ ամեն ինչը լսես, որ դու համբալ ես։ Հա, հակառակ դեպքում եթե դու ընդեր չլինեիր, վաղուց հրաժարված լինեիր իր համբալը լինելու համար, դու ինքդ համաձայնվել ես, ամբողջ թմով նստես ընդեր, լսես թե որ դու համբալ ես, մենակ թե նստես ընդեր, որտեղ քեզ ասել են վեր կընկնես ընդեր, որ հանկարծ այդ խորհրդարանը չլուծարվի։ Այո, դու պետք է լսես, որ դու համբալ ես, այո, դու պետք է լսես, որ դու մարդասպան ես, բայց դու իրավունք չունես հրաժարվել այդ մանդատից, որ հանկարծ ծրագիրը չխամփանվի։ Դու համբալ ես դրա համար, Քոչանա Ռոբերտ, ոչ թե մնացած բաների համար։ Դրանց համար փաստաթուղթ կեղծելու համար դու հանցագործ ես։ Բայց դու մնացել ես, որ այս ամեն ինչը լսես, այո, դու դրա համար ճիշտ ասում ես համբալ ես, որովհետև ոչ մի արժանապատվություն ունեցող մարդ նման բան չէր անի ուղղակի։ Քանի որ բոլոր տեղերից ստացել եմ այս նորությունը, իբր նորություն, երևի մարդիկ սպասում են սահմանապայման պետք է անպայման խոսամ, որ հենց հիմա Վիեննայի իմպերիալ հյուրանոցի ռեստորանում, ու նույնիսկ նկարագրում եմ մտնում ես աջ, ֆոյև գնում ես միջև վերջ, թեքվում ես ձախ պետք է տենց է սպասում է։ Վերելակի կողքով մտնում ես ռեստորան։ Աննա Հակոբյանը ընտրում է Վիեննայում Թուրքիայի դեսպանի հետ։ Հենց հիմա տետատեղ Աննայի դրած, դիմաց դրածա թուղթ ու գրիչ ու մի կարմիր
թղթապանակ։ Բնական այստեղ եզրակացությունն է, որ սա կապիտուլյացիայի փաստաթուղթն է պետք է ստորագրի Աննան, հա կարող է ուղղակի իր հերթական տրանսֆերի տակ ստորագրում։ Սա ասումը ստասական է ստալիս, որ ինքը համաձայնական փողը ստացել է։ Այդ պետության հանձնումը կապիտուլյացիան Աննան չի ստորագրում, եւ դա տենց բան Վիեննայի սրճարաններում չի լինում, էլի։ Հա, տես միայն ստորագրելով պետությունը կապիտուլացվեց։ Չէ։ Այնպես չի նշանակում, որ չեն կարող ուրիշ վնասներ տան, բայց ժողովուրդ ջան, կապիտուլյացիան Աննան չի ստորագրում։ Հա ոչ էլ Աննային պետքա թուղթ ու գրիչ դնել դեմը, որ ինքը Հայաստանի կապիտուլյացիայի մասին բան ստորագրի։ Հայաստանի կապիտուլյացիայի մասին դա Աննան չի կարող ստորագրի, Փաշինյան Նիկոլն էլ չի կարող ստորագրի։ Դա մի քիչ ավելի բարդ է։ Թե ինչ են հանդիպել, ինչ են տվել ստորագրելու եւ ինչի համար է Աննան Վիեննայի հանդիպում թուրք դեսպանի հետ, դա մենք իմանանք այն ժամանակ, երբ որ մենք պետություն ունենանք, մեր պետություն ունենա հետախուզություն, արտաքին հետախուզություն, անվտանգություն, հա ոչ թե Աբազյանի նման մեկը, որ ուղղակի զբաղված էր Նիկոլի հետ պահելով, կյանքը փրկելով եւ ասենք նարկոտիկի այս շարժը ապահովելու համար։ Դե ամբողջ մենք մի օր կիմանանք կամ մի օր ինքը ցուցմուն կտա Աննան, թե ինչ էր անում այնտեղ Վիեննայի ռեստորանում այդ թուրք դեսպանի հետ։ Ես չեմ կասկածում, որ սա կա, որտեղ շատ բան է դետալային է նկարագրած, որտեղ է ինքը ում հետ է, ոնց է գնում եւ այլն, ասելու համար, որ սա իրականություն է։ Ինչ վերաբերում է սրանից ինչ եմ սպասում կամ չեմ սպասում, բնականաբար ես ամեն ինչ եմ սպասում սրանից, բայց ես չեմ կարծում, որ կապիտուլյացիայի հարցը կարմիր թղթապանակով պետք է լինի Աննանը դեսորագրի։ Ոչ էլ այդ կարմիր թղթապանակով ինչ-որ մի բան պետք է տա, որ Նիկոլը ստորագրի։ Այս թղթապանակների տանել բերելը, սա վարպետը Վանեցյանն էր, որ այսօր դժգոհում է Փաշինյան Նիկոլից։ Վանեցյան Արթուր։ Իսկ ես այն ժամանակ մոռացա ասեի։ Այն որ ասում էր դու կապը դու ես ապահովել թղթապանակներով Ալիևի եւ Նիկոլի մեջ։ Ախր մենք դրա մասին չենք մոռացել, է։ Այն որ դու հիմա իբր ընդդիմադիր մեղադրական դիրքերից ես խոսում, չի նշանակում, որ այս պապկեքը Ալիևի Նիկոլի մեջ դու լինելով ԱԱԾ-պետ դու չես ապահովել։ Բայց դու բան ԱԱԾ-պետ չէի, դու ընդհանրապես կուրիեր էիր Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ասենք ոնց որ Աբազը։ Հերնանից էլ է կարես երկրի։ Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է գրեթե 300 կիլոգրամ հերոին։ Պատկերացնում եք, Հայաստանից մաքսատունը անցել է, մտել է, Վրաստան բռնել են։ Հայաստանի մաքսատունը իմացել է, որ դա հերոին է, չի բռնել։ Կամ ասենք իրանք այնքան անուղեղ են, որ չեն հասկացել, որ դա հերոին է, բայց Վրաստանում միանգամից բռնել են։ Բնականաբար Հայաստանից որ բեռները մտնում դուրս է գալիս, այս մաքսավորներն այն բացառապես են բեռները, որի համար զանգած չի, որի համար որ զանգել է Աբազը կամ ինչ որ չգիտեմ դրանց նման մեկը, բնականաբար այս բեռները ոչ էլ նայվում է, ուղղակի անցնում է, բայց Վրաստանում հասկանում եք, որ Աբազը չի կարող Վրաստանի այդ Ստոկհոլմի զանգի այս իմ բանը գերայինն է 300 կիլո, հա, մի բռնեք, ուղղակի ուրիշ հարց է ծագում։ Հայաստանից գնում էր Վրաստան, այդ բան որտեղից էր եկել, կամ եթե չի եկել Հայաստան, մեն արտադրում ես գերայինը։ Այս հարցերի պատասխանը պետք է տան բոլոր ուժերը, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին այս ամեն ինչը իմանալ, վերահսկել եւ արգելել։ Դա նույն հարկային մաքսային ծառայության պետն է, ազգային անվտանգության պետն է, հատուկ քննչականն է եւ այլն եւ այլն։ Այս է մնացել։ Но это было нам навязано. Мы хотим жить в мире, мы хотим жить в безопасности, никому не хотим устраивать никаких этнических чисток. Мы не Азербайджан. Իսրայելցի բանա էքսպերտ է խոսում։ Մենք խաղաղության մեջ ենք ուզում ապրենք, մենք հանգիստ ենք ուզում ապրենք, մենք ոչ մի էթնիկական զտում չենք ուզում անենք, մենք Ադրբեջանը չենք։ Տեսեք, ոչ մեկ իրան չեր խնդրում։ Մենք Ադրբեջանից ասի, չէ՞։ Ալիև լսում ես, բոլորը գիտեն դրա մասին։ Բոլորը։
Мы хотим жить свободным народом в своей стране, в уважении и достоинстве. У нас 2 миллиона жителей страны, Екатерина, имеют израильские паспорта. Да. Екатерина, но это было нам навязано. Мы хотим жить в мире, мы хотим жить в безопасности. Ասում ես ամեն ինչը մեզ պարտադրվել է։ Այո, Նետանյահուի կողմից սպասա պարտադրվել է, որովհետև այլընտրանքը ուղղակի պատերազմի այլընտրանքը ուղղակի իր ձերբակալությունն է։ Մենք դա մասին խոսացել ենք, բայց հիմա վերադառնանք Տաշիր պիցային եւ մնացած Տաշիրի բիզնեսմեններին, Սամվել Կարապետյանին։ Տեսեք։ Սա հետապնդում է։ Կամ արդյոք կարող ասի սա հետապնդում չի։ Իհարկե սա հետապնդում է։ Ես արդեն լսել եմ, կարդացել եմ, որ ես սկսել եմ ռուսական ագենտներին պաշտպանել։ Այո, եթե ես ասում եմ օրենքը չի կարելի խախտել, նույնիսկ եթե դա դուք համարում եք Սամվել Կարապետյանին, հա, կամ Կարեն Կարապետյանի Ռուսաստանի ագենտ, բայց միևնույնն է, օրենքը պետք է աշխատի բոլորի համար։ Ասում եք, այս մասով ես այնքան կանխատեսելի եմ։ Այսինքն իմ նման մարդիկ այնքան կանխատեսել են, որ իրենց համար կարևորը օրենքի աշխատելն է։ Օրենքը չի կարա մեկի ճաշակով լինի, ասում Նիկոլա Վոլոշին, որ դա իր ճաշակովն է։ Հասկանում եք, չէ՞, երբ օրենքը դառնում է ճաշակի խնդիր, մենք ինչի առաջ ենք կանգնում։ Սա ինձ ուղղակի ուղիղ հուշում է այն, ինչ որ կատարվեց Գրզոյի հետ։ Իհարկե շատերը հիմա կասեն, դե ճիշտ էր արվում այն վաղ ժամանակ իրան հասնում էր, չէ, իրան հասնում էր, բայց ճիշտ չէր արվում։ Հասկանում եք, դա ուրիշ բան է, որ իր արժանի էր որպես մահ, բայց միևնույնն է, ժողովուրդ ջան, մենք պետություն ենք ուզում, հա, իսկ պետության մեջ պետք չի կարող լինի ոչ մի բան ճաշակի ոլորտում, հասկանում եք, եթե մենք ընկնում ենք դրա հետևից, ստե մեր ճաշակները շատ տարբեր կարող է լինեն, ու մենք կարող է երբեք բանի չգանք, իմի չգանք, մի հայտարարի չգանք իրար հետ։ Իսկ օրենքը հենց դրա համար է, որ մենք լինելով նույնիսկ տարբեր ճաշակների մեջ, մենք ուղղակի մի արենցիր ունենանք, մի ուղեցույց, դա օրենքն է, որը օրենքը ինֆորմացիան, իրականություն, դրանք ճաշակի, գիտեք, մեկնաբանություններից դուրս են, դրանք պետք է լինեն ուղղակի հստակ եւ բոլորի համար։ Մեր հարցը եղել է մեր երեխեքի ճակատագիրը, որը 5 տարի անորոշ է, ճիշտ է, այդ հարցով զբաղվել է ով, Աբազյանը, քանի որ նախ իր կառույցն է ինքը ղեկավար է, կառույցն է այդ հարցով ամենաշատ, ասենք, հանդիպումները ադրբեջանական կողմի հետ ունեցել, բացի այդ ինքն է հանդիսած Անետ Կորածների գերատեսչության ղեկավարը, հանձնաժողովի ղեկավարն էլ է, ճիշտ է ինքը։ Հիմա այս մարդուն պրոստը տակ, անես ձևաբռնե հոգնել է, այդ թմա հանգստա։ Արա հոգնածը դու ես, Նիկոլ, գնա հանգստացի, այս սաղազգը քեզնից հոգնել է։ Քո ստից, քո կռուտիտից, քո մուտիտներից, քո կրոնի դեմ պայքարից սուտի դրել ես Գարեգին Ասերբազան, այս մարդ այսօր մեր կրոնն է ոտնահարում, իմ խաչն է ոտնահարում, էնի ով է, ու այսօր հիմա նորից եմ ասում, հլե դրանք մի կողմ դնենք, Աբազյանը պետք է մնա որպես ԱԱԾ տնօրեն, որովհետև այս 5 տարվա մեջ մենք շփվել ենք այդ մարդու հետ, այդ մարդն է մեզի որոշ պատասխաններ տվել, որոշ պատասխաններ դաժե պրամասել է, ես ձեզ չեմ կարող ասեմ, քանի դա գաղտնիություններ է պարունակում, այդ մարդը լրիվ պատշաճ չոտկի արել է իր գործը, ու մենք հա, չկապենք, հիմա այս եկել է մեր վերջը հույսը կդրում է։ Իսկ որ ասում է, որ ինստիտուտը գործում է նկատի ունի ԱԱԾ-ն։ Այ իմ այդ ԱԱԾ թազա ում որ բերել է դրել են, չգիտեմ ով է, չեմ ճանաչում։ Այ չեմ ճանաչում, չեմ տեսել, մի օր հանդիպանը չի ել այդ մարդը ներկա, որ ես գոնե ասեմ, հարա, դե այսքան հանդիպել ենք, ինքն է կողը նստած այլ է լսել է։ Հիմա ես էլ պետք է ասի, մի հատ նյութերին ծանոթանամ։ Ասում են 0-ից սկսելու։ Հա, հետո գնա էլի մի սատկի գարուն կգա յոնջա կբուսնի։ Տես չի ձևը, ժողովուրդ։ Աբազյան, էսի քո խղճիվ է, դու ուզում ես փախնես, ուզում ես մի փախնես, ինչ է նշանակում պետական գաղտնիքա։ Այսինքն այս մարդկանց երեխեքի տեղը գտնվել է պետական գաղտնիքա, ինչ հիմար։ Ուղղակի այս մարդկանց խնդրեմը այնա, որ իրանք օրենքների չեն տիրապետում, իրանք վշտի մեջ իրանք կորցված են, տեղ-տեղ գրագիտությունը չի բավարարում, որ մեկն ասե, «Տո այ ողորմելի,
Իմ երեխեն իմ տեղը պետք է լիներ, կողքս պետք է լիներ։ Իդիոտ։ Այ քո տեղը կարող լինի պետական գաղտնիք։ Այ ոչնչություն ո՞նց կարող իմ երեխու տեղը լինի պետական գաղտնիք գտնվելու։ Պետական գաղտնիք կարող է լինի քո գոյությունը։ Ո՞ր սենյակում ես նստում, ինչ ես ուտում, ինչ ես ծխում, դա կարող է լինի։ Իմ երեխեն էդ իմ երեխեն է։ Ո՞նց է դա պետական գաղտնիք է պարունակում։ Ասում եմ, չեն ուզեցել վիճեն, չեն սենց արճակատվել։ Աբազյաններն եւ մնացածներն օգտվելով այս մարդկանց կոպիտ ասած անգրագիտությունից, չտեղեկացվածությունից ավելի ճիշտ։ Հա, եւ այդ հոգսի այդ ողբի այդ ծանրությունից դրել են այս մարդկանց 5 տարի է, այս երեխու նման տանում բերում։ Նիկոլ, Աբաս, այս մարդիկ կան։ Սենց գիտեք քանի հազար ծնող կա։ Իրանք չեն մոռացել, վիշտը չի վերացել, գալու է պատասխան տալու, ժամանակը գալու է։ Ու ոնց որ դե գալիս է, չգիտեմ։ Հիմա կասեմ։ Անդրանիկ Քոչարյանը, ասում են այլևս համակիր չունի, մնացել է միայնակ։ Բայց վերջերս դրեց շիշ բռնողի վերած օրենքը ասես, չէ, իր վրա չէ մնացի ինքն էլ որոշիչ։ Նա ասես, չէ, չեմ կարող անեմ։ Սրանք էլ ասում են, բայց մենք կոռուպցիան էինք ուզում կանգնեցնել, որ բերեն պետական բյուջե մուծեն։ Պատկերացնում եք, կոռուպցիան, ասենք ոչ թե պետքա իրանք մտածում են դա թալանը այդ անօրինականությունը կանգնեցնեն։ Չէ, որ թալանը գա իրանց գրպանը։ Այդ կաշառակերությունը կոռուպցիան շահառուն իրանք լինեն։ Ու այս Անդրանիկ Քոչարյանը գյոզալ պրոյեկտը մի քանի միլիարդի փուրը տվեց, մի քանի միլիարդ պակաս աշխատեցին, էլի։ Ու հիմա սպասում են այս աշուն ոսա զեկուս ներկայացնի ու զեկուսը վատ ներկայացնելու համար սրան հանեն խմբակցությունից, բայց Անդոնը ինքը լավ գիտի, չէ՞ որ սկսած քարոզիա պատերազմից, տեսեք, դեսա նկատմամբ էլ ոչ բան չունեմ, սիմպաթիա։ Սկսած քարոզիա պատերազմից մինչև 44 օրյա պատերազմ բոլոր հանցագործությունները կոծկելա եւ ամեն ինչից տեղյակ է Քոչարյան Անդոնը։ Ամեն ինչից ինքը ծածկե, կոծկել բոլոր հանցագործությունները եւ Սերժիկ Սարգսյանի եւ Փաշինյան Նիկոլի։ Եվ չգիտես ինչի Աբազին, սրան, այն ոստիկանապետին թվում է, թե եթե իրանք լավ ծառայեն Փաշինյան Նիկոլին, Փաշինյան Նիկոլը իրանք խնայելու է։ Փաշինյան Նիկոլը ամենաբարձր ծառից թքած ունենա բոլոր նրանց վրա, ովքեր իրան ծառայում են միջև վերջի խազը։ Եթե դա վտանգում է իր իշխանությունը, իր իշխանության, ասենց ասեն, ոչ թե իշխանությունը, այսինքն ինքը պետք է ասի ու լինի։ Ինքը պետք է ասի ու լինի, վերջ։ Եթե դա չի լինում, ուրեմն անկախ նայես դու ինչքան հանցագործությունների տակ ես մտել իր համար, Անդոն, ինքը քեզ տարօրելի է։ Ոչ միայն քեզ։ Քո փրկությունը ցուցմունք տալն է այսօր։ Մենք քեզ 1000 անգամ ասել ենք, դու պիտի ցուցմունք տաս։ Դու պիտի այսօր օգնես նրանցի շուտ բրծնենք, որ հետո մի այսքան քո համար ներելու տեղ թողես, այսքան։ Որտեղ նույնիսկ ասում քարոզիա պատերազմի հանցագործությունները կոծկել ես դու, 44 օրյա պատերազմի հանցագործությունները կոծկել ես դու, այն երեխեքի 15 սպանված եւ հետո վառված հանցագործությունը կոծկել ես էլի քո ձեռքով։ Մի խոսքով դու վրեջ այնքան հանցագործություններ ունես, սկսած մի քանի 100 տարի հետո որ գնաս նստես Նիկոլի կողքը։ Մի քիչ մեղմացուցիչ հանգամանք կարող է լինի, այն որ դու այսօր ինքդ նախաձեռնես քո գնալը, դու մեկը գնալու ես։ Դու մեկը գնալու ես, ուղղակի sense կա, գնաս ուղի բանտ, թե չբանտ։ Այսօր որոշի։ Իսկ այս տական կենի հիշացնում է, մեծ այսօր գնալուց առաջ կարող է սա լինելու մի բան, որի տակը պետք է նաև ստորագրի ճիվաղը, այս վաղը, 15 մի խոսքով, այս երկրվա մեջ գնալու է, չէ՞ Թուրքիա, բանի հետ պայմանավորված, հրավիրված է Էրդողանի կողմից։ Նույնիսկ արտասահմանյան մամուլներն են գնում, նույնիսկ այս վիճակին Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան բանակցությունները շարունակվում են։ Կարող է սա տակ ստորագրի,
Կարող ավելի խայտարակ բանի տակ ստորագրի։ Չգիտեմ, կգնա Երևա, ուժայիններ։ Ինչ ասեմ, Աբազյանի օրինակը ձեզ լավ էր, եկեր, որ հասկանաք ձեզ էլա փուրը տալու մի օր։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը լավ էր, որ հասկանաք ձեզ էլա փուրը տալու։ Արամ Հովհաննիսյանի այդ ոստիկանապետ նախկին օրինակը լավ էր։ Ինչ ասեմ, այնքան օրինակ կա, որ մի քիչ ուղեղ ունենաք շարժվեք էլի, գոնե ձեզ կաշին փրկելու համար։ Հիմա ասեմ սա ով է, որ դուք լավինա պատկերացնեք, այն որ ինքը ներկայանում է որպես լավ քրիստոնյա եւ հայրաքելական եկեղեցու հետևող, որ ուզում է փրկի եկեղեցին, սա մեկն է։ Ուրեմն որ հայոց եկեղեցու պատմությունն է հանել դպրոցներից։ Հայոց եկեղեցու ոչ միայն պատմությունը, հայոց պատմությունն է կեղծում դպրոցներում։ Սա երևույթն է։ Սա պատմության մեջ մնալու է որպես մարդասպան, կեղծող, խառնակիչ, դավաճան, թշնամի, սեյական մարդասպան, ես չգիտեմ սա ուրիշ ոնց ասել։ Սա նրանց համար է մեզի տարածում, այս եկեղեցու պատմության դպրոցից հանել են, որ հանկարծ ոչ մեկի լեզվով, մտքով էլ չանցնի, լրագրողներ ջան, որ կներկայացնեն մենք եկեղեցու հետևողներն ենք, դրա համար ենք ուզում եկեղեցին ճակերտավոր մաքրեն։ Գոնե հիշեք, որ սրանք եկեղեցու հակառակորդն են ի սկզբանե եղել։ Առաջի բանը որ ասել, թե եկեղեցու պատմությունը դպրոցից հանելն է։ Ոնց կարող է եկեղեցու հետևորդը եկեղեցու պատմությունը դպրոցներից հանի։ Դուք պետքա տեղեկացված լինեք, այսինքն որ ամեն մեկի բերանին տեղում ճիշտ տակ, ճակատին ուղղակի էլի, ոչ կարողանան ձեզ սխալ հարցի վրա մանյովրել։ Այսօր ինձ որպես ապացույց, որ ամեն ինչ լավ է գնում, բաց ես մի հատ կադրել են ուղարկել։ Որ տեսնես ժողովուրդը միասին ինչ-որ մի բան անում, այդ տնեք, ինչպես են չկա։ Օ, ես էլ ասեցի, ես ինչ լավ բան է, ես ինչ վերջ, ժողովուրդը երկես գինիլից ու նշանակում է մենք արդեն մի գծի վրա ենք։ Ու ես թե տես լիներ։ Ով է երկում։ Ռազմիկ Ամյան։ Ղարաբաղցի ագիր է, չէ՞ Ռազմիկ Ամյան։ Հիմա 5 տարի Ղարաբաղը մենք չունենք արդեն էս տավացը Արցախ սպանած։ Ու 5 տարի հետո ընդամենը մի ամիս առաջ էր, մի քանի շաբաթ առաջ էր, չէ՞։ Վիվարոյի տիրոջ աղբոր տղու ասանիկը։ Եվ որ ամբողջ ցեղասպան կույտը զավթել էր համալիրը եւ հարսանիք էր անում։ Որտեղ էր այդ ժամանակ Ռազմիկ Ամյանը, այո, իրանց համար երկում։ Հիմա ռազմիկի նման մարդու համար իր Արցախը տարել են, չեն տարել, ինքը իր ընտանիքի, իր բարեկամների սպանողի համար է երկում, թե իր կերակրող Սամվել Կարապետյանի, կարող Սամվել Կարապետյանին այնքան բանով պարտք դրա համար եկել երկում։ Ընդհանրապես էական չի, ինքը ինչ անում, որովհետև ինքը ընդամենը մի երկու շաբաթ առաջ իր ամբողջ Արցախը սպանողների, ցեղասպանողների համար էր երկում։ Այնպես որ ոչ ջան, չի կարելի այդպես մանր բաների վրա առանձնապես ոգևորվել։ Այս մարդիկ փողով դա երկում են։ Իմաստը փողով է երկում, թե Սամվել Կարապետյանը ինչ-որ բանակ պարտ, կարիերա է պարտ, կամ չգիտեմ կարող փողել են տվել, ես ինչ իմանամ։ Էական չի, սա այն մարդն ասում, ընդամենը 2 օր առաջ իր երկիրը եւ մեր բոլոր երկիրը սպանածների համար է երկում։ Շատ դուք մի ունեք։ Երկրի բացահայտ միջամտության մասին է խոսում նաև Էցի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում եմ, պատժվելու եք ոնց որ ԶՊՄԿ-ի այդ նույն կատեգորիայի աշխատողներն են պատժվել։ Հետո լաց, կոց, բան, տենց բաներ չլինեն, չէ՞։ Կառավարություն հարցու պատասխանին զգուշացրեց, ովքեր ներգրավված են հետի աշխատակիցներին ստիպողաբար ցույցի տանելու գործում, պատժվելու են, իսկ նրանք, ովքեր այդ մասին կտեղեկացնեն իրավապահներին եւ ցուցմունք կտան։ Դա եկան չի։ Սա է ուզում լսենք։ Քաղաքական գերատեսչությունը արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդանում տեղեկացրեց, որ դիմել է Ռուսաստանի իր գործընկերոջը 3 ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղորդման առնչությամբ։ Самвел Саркисович выступил с заявлением в защиту армянской
апостольской церкви. Անդրադառնալով Կարապետյանի դեմ իրականացվող գործողություններին ըստ Հայաստանի արտգործնախարարի հաղորդման ընթացքում հնչել են մեջբերում եմ անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի եւ այդ թվում Հայաստանի ղեկավարության նկատմամբ. А народ Армении еще принимает хоть какое-то участие в судьбе Армении? Или скоро постигнет та же участь, что постигла Арцах? Միրզոյանի փոխանցմամբ Այստեղ մեր պաուզա տամ, հետաքրքիր է որն է, որ Միրզոյանը սա մասին չի ասում, որ Արցախի ճակատագիրը ոնց որ դուք էիք տղաներ, որոշողը եւ կազմակերպողը։ Այդ հաղորդումից հետո նմանաբովանդակ արտահայտություններ են հնչել նաև Ռուսաստանի քաղաքական գործիչների, այդ թվում կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից, ինչի վերաբերյալ էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան համանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունը ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ։ Այսինքն ամեն ինչի մեջ Էվա Ալիևն ինքնասում պետք է գնա սահմանությունը պետք է փոխես, պետք է այս տարածքները կոչվի Ադրբեջանա, Արևմտյան Ադրբեջանա եւ բոլոր այն պայմանները, որոնք ներկայացվում են, դրան բան չի, միջամտություն չի։ Բայց սա որ ասում է Արցախի ճակատագրին կարող է արժանանա Հայաստանը։ Դա էլ չլսեց։ Դա էլ չլսեց, գոնե մի քիչ տղա լիներ, մի քիչ էլի։ Արադ Միրզոյանը չնայած որտեղ է տղա լինել, ասենք դից մի քիչ մարդ լիներ, ասեր եթե դու Արցախի օրինակն ես բերում, հա, Արցախը դու ես դե երաշխիք։ Դու ես երաշխավոր Արցախի համար։ Դու համեմատած այդ պատասխանատվությունը դու ես կողմը վերցրել, հա։ Դու հիմա ինչից ես խոսում։ Դա կարող չէ լինել, ու դա կլիներ պատասխան։ Էլ մնացած այս տեքստերը ավելորդ չեն, բայց խոսքը դրա մասին չգնաց, այլ որ դու հաստորեն Փաշինյան Նիկոլին ես կապնում։ Իրանց համար սա կարևոր։ Ինչ Արցախ, ինչ Հայաստան։ Դենք պրոբլեմ չունեն։ Կապելա Փաշինյան Նիկոլին։ Դե հասկանում եք, չէ՞, որ դուք Փաշինյան Նիկոլին հիմա ոնց ուզում եք պահեք։ Փաշինյան Նիկոլին պահողը դուք չեք։ Փաշինյան Նիկոլին պահողը Մոսկվան է։ Եթե հիմա սկսել է խոսալ, կարող է վախն հանել։ Դուք ուզում եք պատասխանեք, ուզում եք մի պատասխանեք իբր մեր վարչապետի մամուլ։ Ախա դու այ ագենտ, այ օմեգա, այ գործակալ, քո տերն է ինքը, դու ոնց կարող ես որոշես ինքը ինչ խոսա, ինչ չխոսա։ Ներվել եք, հա, ձեզ լուրջ եք ընդունել, իրոք դուք մտածում եք, որ դուք ձեր գլխի տերն եք, հա, որ ինչ ուզենաք անեք, ում ուզենաք ինչի դիմաց բռնեք, ով ինչ ուզենա, ասկը դուք ինչ ուզենաք այդ անի անպայման ԱԱՑ-ն, երկրի վրա ուրիշ բան չի կարող լինել, դες չի լինում, կառավարման այն համակարգը որ կա Հայաստանում, դրա համար նախատեսված չի, բացարձակապես։ Ու այս արանքներում այնքան սխալներ եք թույլ տալի, որ դրանք հաջորդ սխալ արդարացնելով պետք է մյուս սխալը թույլ տաս, այն մյուս սխալը թույլ տաս։ Ես էլ ասում եի, որ կամ։ Հիմա հաջորդն է գնալու։ Հեսա հետևից գնալու է դատախազը գլխավոր, հետևից գնալու է քննչականը, որտեղ դուք այս հանցագործությունների շարքը պետք է բան անեք, արդարացնեք։ Դուք չեք կարող ասեք, չէ Նիկոլին, որտեղ Նիկոլին ասել է, չեն բերում է գործից հեռացման, իսկ դուք չեք կարող, չէ։ Այսինքն դուք պետք է արդարացնեք, չէ։ Նշանակում դուք հերթական անգամ պետք է խախտեք օրենքները։ Դա բերել է ուրիշ հետևանքների անպայման։ Իսկ թարսի նման հիմա ձեր դուրս եք եկել ոչ ավել ոչ պակաս եկեղեցու դեմ, որ միս կողմից ժողովուրդն է մի կողմից կանգնած եկեղեցու կողքից, մյուս կողմից դուք կապել եք մարդկանց, որոնց չեք կարող կպնել, ձեր ատամները շատ փխրուն are իրենց համար։ Սամվել Կարապետյանը ձեր համար շատ կոպիտ ոսկոր է, էլի, սենց հեշտ մարսելու համար, դա տենց հեշտ չի անցնելու։ Հիմա ուզում եմ արագ գնանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել ու վերադառնալ անշուշտ։ Խայտարակ բան է կատարվում։ Խայտարակ։ Տրամպը ուզում էր ամեն ինչ աներ Իսրայելի հետ միասին Իրանին խփելու համար։ Ուրեմն երեկվա վիճակով, մյուս կեսօրվա վիճակով դեմոկրատներն ու հանրապետականները հավաքվել են իրար որոշում են ընդունել հայտարարություն տարածել, որ Տրամպը իրավունք չունի
իրավունք չունի պատերազմ հայտարարելու եւ իրավունք չունի մտնելու այդ Իսրայելի հետ պատերազմի մեջ Իրանի նկատմամբ։ Դա նախագասումը սահմանադրությանը, երկրորդն դա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմը չի, դա պարտադրված օրակարգ է։ Ինքն էլ որոշեց, որ մի քանի օր ժամանակ է տալիս։ Թրամփը իբր մի քանի օր ժամանակ է տալիս։ Միևնույն ժամանակ, քանի որ Իսրայելի հարձակումները Իրանի նկատմամբ բերել են հակահարվածներ դեպի Իսրայել, ինքը խառնվել է իրար Իսրայելը։ Եվ ասեմ, սա նաև այս հարվածները պահեց հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եթե հարվածներ չլիներ, պատասխան չլիներ, վստահ եղեք Ամերիկայից ոչ մի ծախտում չէր լինելու, բացարձակապես։ Բայց քանի որ Իրանն ասում է, քեզ էլ եմ խփելու, Իսրայելն էլ ոչնչացնելու եմ, սանկցեցին մտածել, մտնել այդ պատերազմի մեջ։ Թե չէ, որտեղ պատկերացեք ինչ կկատարվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում սենատում, եթե այս իդիոտը պատերազմ հայտարարի, մեկ էլ մի հատ ասենք, չգիտեմ, կողքի երկրներից մեկում Իրանը կարողանա, ասենք, պայթացնի, ասենք, դեպուս մի 20 հոգի մահանան զինվորներից, ամերիկացի։ Շատ չեմ, 10-20 հոգի։ Դա կլինի վանի կարիերայի վերջը։ Թրամփի կարիերայի վերջը կլինի։ Չնայած էս էլ իր վերջն է, բայց այն ժամանակ էլ փախնելու տեղ չի ունենա։ Որովհետև սա Ամերիկայի Միացյալ Նահանգների մարդու համար փողը որ ծախսում է, այդքան ցավոտ չի, ինչքան իր զինվորի կորուստը։ Սա ուրիշ վերաբերում ունի։ Եվ այսպես, քանի որ Իրանի պատասխանները Իսրայելին շատ ուժա ու երևացող, տեսեք, պրոպագանդան շատ է, ահավոր շատ է, ռուսներին լսում ես, ուկրաինացիներին լսում ես, բան չկա, ամբողջ Թեհրանն ավիրված է, ամերիկացիներին լսում ես, ամբողջ Թեհրանն ավիրված է, բայց իրականում ինչքան ավիրված Թեհրանն է, ինչքան ավիրված է Թել Ավիվը, էական չի, կարևորը որ հրթիռներ կա, հասնում է Թել Ավիվ, որովհետև Թել Ավիվի ժողովուրդը ինքը չի ուզում այդ հրթիռները։ Թեհրանում ապրող ժողովուրդը ինքը ստիպված է ընդունում այդ, որտեղ իր վրա հարձակվել է։ Թել Ավիվի ապրողը ինքը չէր սպասում, ով իր վրա պետքա հրթիռ լինի, ինքը դրան պատրաստ չէր ոչ մի ձև։ Եվ հոգեբանորեն, եւ ինքը պրակտիկորեն ինքը պատրաստ չի դրան, որովհետև ոնց միշտ ում ուզեցել կոտորել եմ, ոչ կողմի վրա ուզեցել կրակել եմ, հա, բայց էս ի՞նչ է կատարվում իմ երկրի նկատմամբ, ինքը սրան պատրաստ չէր։ Եվ այս ամեն ինչի արդյունքում ինչ է լինում, խնդրեմ։ Փողոցում Իսրայելում ցանկ հասկացել են, որ ինչու մի բան են չի, եւ բռնել են אתה לא מתבייש? אתה לא מתבייש? תשובה היא לא, אני לא מתבייש, אתה תתבייש. אני לא מתבייש. Քանի որ հիբրուով չեք հասկանում, ես էլ չեմ հասկանում, ես կարդամ այն ինչ որ գրած է այստեղ։ Հարց է տալիս. Ինչու դուք հարձակվեցիք Իրանի վրա։ Իսկ անվտանգության նախարարը Բեն Գվիրը մեղադրել է Մոսադի ղեկավարին այս պատերազմը կազմակերպելու համար, այսինքն անվտանգության նախարարը Մոսադի ղեկավարին է մեղադրել այս ամեն ինչի համար, ասելով, որ ինքը չգիտեր, որ Իրանը այսպիսի զենքեր ունի։ Պատկերացրեք ոնց է արտարանում։ Ասում եմ, ես չեմ, պաշտպանության նախարարության վրա են հարձակվել, նախարարի վրա, ասում եմ, ես ինչ ես անում դու մեր երկրի հետ։ Ինչ չգնացիր հարձակվեցիր Իրանի վրա։ Ում էր պետք սա, ասում եմ, ես չգիտեի, ես չեմ մեղավոր, Մոսադի ղեկավարն է մեղավոր։ Բա մենք ինչ իմանայինք։ Մեղավորը ոչ թե նա որ իրենք հարձակվել են, լսեք։ Մեղավորը որ իրենք չգիտեին, որ Իրանը զենք ունի։ Հասկացաք կատաստրոֆան ինչ ունասկ, ինքը մեղավոր չի, որ ինքը հարձակվել է, ինքը մեղավոր է, որ սխալ են զենք ուսել, իրենք չգիտեին Իրանը այս կարգի զենք ունի։ Սա ցինիզմի գագաթնակետն է։ Այո, այս ամեն ինչը շատ խորը բան է տանելու։ Շատ։ Ես ցավում եմ ցանկացած մեկի համար, որ ուժում է եւ Իրանում եւ Իսրայելում։ Ես նախընտրություններ չունեմ, բայց չէր կարող այս կրակոցները, որոնք անդրադառնում է Իսրայելի կողմից, շուրջ համընդհանուր լիներ անպատասխան մշտական։
ու դուք ցինիզմը լսեք, ասում է, ես չեմ մեղավոր, որ ես հարձակվել եմ, մեղավորը Մոսադի ղեկավարը, որ չի զեկուցել, որ հարձակվելուց հետո մենք անպատասխան չենք մնում, որ Իրանը այդ կարգի զենքեր ունի, իսկ Իրանը միշտ ասել է, մի արեք, ինքը նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ասում է, ես կխփեմ։ Հիմա ինչքան վնաս կտա, ինչքան վնաս չի տա, բայց այն երկինն է, որ ես ասում եմ, ես կպաշտպանվեմ։ Նիկոլի նման չի ասում, ինչը տամ, որ գյուղը ստամ, ինչը ստամ։ Մենակ ի վրա մի հարձակվեք։ Մարդիկ ասում եք ապել, մի կրակեք մեր վրա, արեք մեր հետ խոսացեք, մենք պատրաստ ենք խոսալու, բայց եթե կրակեք, բոսներդ կհանեմ, ասել անում։ Ես Իրանին այստեղ կես տոկոս ես մեղադրելու բան չունեմ։ Եթե այդպես չանեն, ուրեմն նշանակում է իրանք պետություն չեն, երկիր չեն։ Սա բացառիկ արժանապատվության դրսևորման երևույթ է։ Ուրիշ ձև իրավունք չունի լինելու։ Հարցը ստեղ Իրանը չի, ոչ մի երկիր ուրիշ ձև իրավունք չունի լինելու։ Ոնց։ Քո հետ խոսում են, խոսա, քո վրա կրակում են, պաշտպանվի։ Վերջ սա է։ Սա է ճիշտ ապրելու ձևը։ Այն ժամանակ կլինի բալանս աշխարհում։ Իսկ եթե մեկը պետք է մի կողմանի կրակի, այն մյուս կողմը անդադ խաղաղություն խնդրի Հայաստանի, ոնց Հայաստանի պարագայում է։ Այդպես չի լինում։ Ասենք ոնց որ Պաղեստինի պարագայում է, ոնց որ Լիբանանի պարագայում եղավ, միշտ միակողմանի եղել ամեն ինչ։ Ու այս մարդիկ սովոր չեն, որ ոնց իրանց վրա կարող է այս կարգի հրթիռներ կան, իսկ հրթիռներն եկել են շատ անակնկալ ու իրանք հայտնաբերել են մի բան, որ իրանց պատկերացրածը աշխարհի կարգի կառուցվածքի մասին այդքան էլ այդպես չի։ Մանավանդ որ կողքի քաղաքը այդ Հայֆա վառվում է իրանց ամբողջ նավթամշակման գործարանը։ Սա այն նավթամշակման գործարանն է, որտեղ գնում է Ադրբեջանի նավթը Թուրքիայի միջոցով։ Ու թուրքերը նեղվել են հիմա, գիտեք ինչի, որովհետև Ադրբեջանն էլ նեղվել, թուրքերն էլ նեղվել, որտեղ այդ չեն կարող նավթ վաճառեն մեկին, որին մեղադրում են պատերազմի մեջ։ Շատ տիպիկ թուրքական քաղաքականություն է։ Իրանք մեղնում են, որ չեն կարողանում փող աշխատեն նավթի մեջ, որը վաճառում են Իսրայելին, որը օգտագործում է Իրանի դեմ, Համասի դեմ, Լիբանանի դեմ, որին իրանք դեմ են, պատկերացնում եք, ինքը մի կողմից Իսրայելի ղեկավարն ասում է դու ֆաշիստ ես, մյուս կողմից վաճառում է նավթ, այս վաճառող այս նավթի վերամշակման գործարանները Հայֆայում պայթեցել են։ Եվ որի պատճառով բենզինի խնդիրներ կա հենց Իսրայելում, որտեղ հերթերում արդեն իրար են ծեծում, սա բնական բան է, այդ մարդիկ ինչքանով ինձ փորձում են համոզել, որ չես ճանաչում Իսրայելը սովոր է այս պատերազմական վիճակում ապրելու։ Կարող գիտեք երբ է սովոր։ Այլ մինչև 70 թվականները։ Դրանից հետո ինչ եղել է միակողմանի։ Հա, ուրիշ սերունդ է մեծացել, կամֆորտի մեջ ավելի, հա, ճիշտ է, պատերազմի էս բան մշտական եղել է իրանց մոտ, բայց եղել է միակողմանի, իրանք կռվել են ուղղակի ռագատկով զինված, չափազանց համատության մեջ եմ ասում, էլի ռագատկով զինված, ասենք պաղեստինցիների հետ, ու եղել է միակողմանի։ Իրանք են մտել այդ իրանց տանկերով եւ 35-երով մարդկանց տաներ, որոնք զինված չեն։ Իսկ այս ամբողջ 30 տարին առնվազն չի բերել է ոչ թե դեգրադացման, ուղղակի չափանիշների կորուստի, որտեղ իրանք չեն մտածում, որ այս կարգի պատասխան կարող է մի օր իրենք ստանան։ Ընդ որում ստանան մի մարդու պատճառով, որը որպեսզի մնա իշխանության նախաձեռնել այս ամբողջ պատերազմները։ Իսրայելը փրկություն ունի դեռ։ Դա պատերազմի դադարումն է եւ Նետանյահուի կալանավորումը։ Ռուսաստանը փրկություն ունի դեռ։ Դա պատերազմի դադարեցումն է եւ Պուտինի կալանավորումը։ Ամերիկան էլ դեռ փրկություն ունի։ Դա անվստահության իմպիչմենտի գործընթացն է Թրամփի նկատմամբ, երկիրը փրկել Թրամփից։ Հա։ Տեսեք, Հայաստանն էլ փրկություն ունի Նիկոլ Փաշինյանին կալանավորելու մեջը եւ երկիրը փրկելու մեջը։ Պատկերացեք, նույնիսկ Ադրբեջանը փրկություն ունի։ Դա արագ, շատ արագ Ալիևին կալանավորելու մեջ է եւ մասնատվելու մեջ է։ Ադրբեջանի միակ փրկությունը Ալիևին կալանավորելու մասնատվելու մեջ է։ Չանեն իրենք, դա կանենք շուտով մենք, կամ
Իրանը, որովհետև Իրանի ամենաթեժ ռմբակոծվող կետերը հենց Ադրբեջանի կողմից են։ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ տարածքներում է։ Պատկերացնում եք։ Դա ապացուցված փաստա ինձ լսելով չի, որ դրա մասին պետք է իմանան իրանցիները, իրանք էլ գիտեն դրա մասին, իրանք էլ են բացահայտում, իրանք բոլոր ոչ թե բոլոր, ասեմ, մեծ քանակությամբ հենց լրտեսներ են բռնում այդ տարածքում, իրանք գիտեն այնտեղ ինչ է կատարվում, այնպես որ այս մասնատումը շատ կարող է շատ ռեալիստիկ դառնա, նույնիսկ դա կարող է մենք չանենք, իսկ այս հարցազրույցը ամենաֆենոմենալը, որ ես ուզում եմ դուք անպայման նայեք, սենց բան ես նույնիսկ չէի պատկերացնում հնարավոր է, լսեք։ How many people live in Iran, by the way? I don't know the population at all. No, I don't know the population. You don't know the population of the country you seek to topple? Ասում եմ, ինչքան է Իրանի բնակչությունը, ասում եմ, ես չգիտեմ, ասում եմ, լուսել է պատերազմ, ռմբակոծում եք մի երկիր, որի բնակչությունը չգիտեք։ How many people live in Iran? 92 million. Okay. Yeah, how could you not know that? Սա հանրապետական սենատորը, Թրամփի այս ամեն ինչի պաշտպան, ասում է, դուք կարող եք մասին չիմանաս։ Ես ուզում եմ տեքստը կարդամ, որ ձեզ ոչ թե որ կարդանեմ, ուղղակի տեքստը կարդամ, տեսեք։ Սա Թաքեր Կարլսոնն է, հայդի Թրամփիստ, Պուտինիստ, բայց այսօր իրանք հասկացել են, որ իրանց իրաց Թրամփը, այս թիմը տանում է կործանման։ Տանում է կործանման, նույնիսկ եմ ասում, եթե Իրանը չհարվածել այս կարգի պատասխաններ չտար, այս բաները չէր լինի։ Հիմա նույն հասկանում, ախր դուք հասկանում եք, ինչ երկրի վրա եք հարձակվել։ Նայել եք այդ բնակչությունը, որովհետև առաջի բանը, որ իրանք հայտարարում են, պատերազմի նկատմամբ, ինչ է պատերազմի նպատակը, հա, ոնց ձևակերպեցին, թույլ չտալ, որ միջուկային զենք ստեղծի Իրանը։ Ֆեյք, ոնց որ ասենք Իրաքում էին ընկած միջուկային զենք փնտրում, հիշում եք։ Հենց որ ռմբակոծեցին հասկացան, որ նույնիսկ չեն կարող հասնել են բունկերների մեջ, որտեղ եթե նույնիսկ այդ process-ը կատարվում է, իրանք կանգնեցնեն, մի անգամից փոխեցին պատերազմի նպատակները։ Ասեցին, կարող է դա չանենք, ուրեմն ռեժիմ կփոխենք։ Ամեն դեպքում մի բան պետք է անենք, էլի։ Հիմա սրանք որ տեսան պատասխանը կար, ասում են դե մի վարքյան, դուք ես երկրի դեմ ուզում եք պայքարեք, 96 միլիոն մոտարապես բնակչություն, 96 միլիոն, որից ուրեմն բանակը 960 հազար պրոֆեսիոնալ բանակն է, 960 հազար պրոֆեսիոնալ բանակը։ Էջեմ դա մեզ չի մտնում իսլամի այդ հեղափոխության պաշտպանների կորպուսը, որոնք բաներն են իրենց, են top զինվորականներն են։ Այսինքն ցամաքով այդ երկիր մտնել գրավել, այդ հսկայական երկիրը, ոչ Իսրայելը կա, առավել ևս եթե հանկարծ Ամերիկան մտավ այնտեղ, այդքան զինվորի կորուստ, որ իրենց այնտեղ է սպասվում, իրանք ոչ մի պատերազմում մտել այդքան կորուստներ չեն տվել, որովհետև դա հաստատ Իրաքը չի, Քուվեյթներ չի, ոչ մի երկիր իրանք այդպես վերջին անգամ երևի իրանք Վիետնամում են այդքան կորուստներ ունեցել։ Բայց հասկացել են, որ դրանից հետո Էնել Թրամփը եկել է հայտարարի, որ ես ոչ միտեղ պատերազմ չեմ մասնակցելու, բոլոր տեղերը պատերազմը ես էլ պետք է կանգնացնեմ, իմ զորքերը պետք է դուրս բերեմ, ՆԱՏՕ-ին էլ չեմ ուզում, ինչի պետք է ես ՆԱՏՕ-ի զորք տամ, ու այսօր ուզում են ինքը մտնի Իրան, սրանց բոլորի խառնել է, վախեցել է այդ հեռանկարը, որ Իրանը խփում է, այնն ոնց է խփում, բա որ սենց հրթիռներով խփում է, պատկերացնում եք ինչ գետնի վրա ինչ դիմադրություն կլինի, իսկ գետնի վրայի դիմադրություն դա մի բան է, որ դու չես կարող, միջև զինվորը չմտնի այնտեղ, դու չես կարող ամեն ինչ վերևից ռմբակոծելով այդ հարցերը լուծես։ Ի վերջո դու ոնց ես այդ ամեն ինչը ռմբակոծելու, պետք է մտած ցեղասպանություն անես մի երկրում, որը անծայրացիր է 96 միլիոն մարդ է ապրում այնտեղ։ Բայց հարցու պատասխանը լսեք։ Ասում ես ինչքան մարդ ապրում, ասում ես չգիտեմ։ Ասում եմ դուք ուզում եք ասեք մտել եք մի երկիր, որ չգիտեք ինչքան մարդ է ապրում։ Ասում եմ երևի 2 միլիոն, ասում եմ, բայց ձեզ ինչի դա հետաքրքիր չի։ Դե ասում ես լիքը բան ունեմ հիշելու, ասում եմ, ես չեմ կարող այդ ամեն ինչը հիշել, ասում եմ, ոնց դու հայտարարում ես մի երկրի նկատմամբ, որի դու ռեսուրսը չգիտես, դու ինչի նկատմամբ ես գնում։ Դու հայտարարում ես, որ ես մի երկիր գրավել ես, պատերազմ ես սկսում, դու չգիտես ոչ մի տվյալ այդ երկրի մասին։
Քեզ քո ռազմետքի պետը զեկուցում է, որ դրանք չունեն միջուկային զենք։ Դու ասում ես էական չունենք, ես գնալու եմ պատերազմի։ Ինչի համար։ Դե ոսմա ռեժիմ փոխենք, ասում եմ, բայց դու սկզբից ուրիշ բան էիր ասել, չէ՞, որ դրանք միջուկային բան ունեն։ Դու ինչ գործ ունես ուրիշ երկրի ռեժիմի, քեզ ինչով է դա սպառնում։ Տակերտ Կարսոնը գժվել է ասում, այս կարգի փոփոխություններ կա Միացյալ Նահանգներում։ Հենց որ ես գիտեմ, որ Երևանի շատ մարդիկ սպասում են, որ պետքա Ամերիկայի Միացյալ Նահանգներից կանգնի Իրան բանի Իսրայելի թևուտիկունք ու ջնջեն Իրանին։ Եվ իհարկե մեր վիճակը այդ ժամանակ շատ կբարթաներ։ Չէ, չի լինելու նման բան։ Չի լինելու այս պատերազմում պարտվելու է Իսրայելը։ Երկու տարբերակ կա, կամ պարտվել է, կամ վերանա։ Պարտվելու համար իրանք պետք է շուտ փոխեն Նետանյահուին, որ պարտվելով գոնե այս ամեն ինչը վերանա, որ վերջանա ավելի ճիշտ, որ Իսրայելը մնա որպես պետություն, այդ քաղաքները մնան։ Շատ ափսոս կլինի, եթե ուղղակի ես չգիտեմ, ես եղել եմ մնա, ես լավ հիշողություններ ունեմ, եւ այդ թատրոնից, Ամերիկասրահից եւ ամեն ինչից, հա։ Ի վերջո, ինչի՞ է մարդիկ են ապրում ունեն։ Մարդիկ են ապրում, որոնք ոչ բոլորն են համաձայն այս պատերազմների հետ։ Մեխասկով այսպիսի բան է։ Իսկ սա ինչ է ասում։ Սա պատուհաս։ Պատուհաս։ You may seek to aid them more than you have already? No. So far he's done a good job. He has been treated very unfairly. You know, he's a wartime president and he's going through this nonsense. It's ridiculous. Ինչ ասում։ Թարգմանեմ ինչ ասում։ Ասում ես նրան ասացի, որ շարունակի ռմբակոծելը։ Նա լավ մարդ է։ Հիշում եք նույն բան ասում է Էրդողանի համար, նույն բան ասում է Պուտինի համար։ Նա լավ մարդ է, նայ։ Ու շատ բան անում ինքը։ Նրա հետ անարդարացիորեն են վարվում իր սեփական երկրում։ Գիտեք ինչի՞, որտեղ նկատմամբ քրեական գործեր կա։ Իմիջիալոց այդ քրեական գործերին ավելանալու է նաև մեկը, ու հիմա քննությունը գնում է։ Հոկտեմբերի 7-ի հարձակումը։ Բոլորը հասկանում են, որ հոկտեմբերի 7-ի հարձակումը Իսրայելի կազմակերպված ու թողտվություն որ եղել, որի ղեկավարն եղել է հենց ինքը Նետանյահուն։ Շատ լավ հասկանում են, ասում եմ, անարդարացիորեն են իրան վարվում իր երկրում։ Ուզում են դատեն։ Ասում եմ, նա պատերազմի մեջ է եւ ասում եմ լիքը անհետեցություններ են անում նրա նկատմամբ, ասում եմ, սա ծիծաղելի է։ Անհետեցություններից մեկն էլ մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումն է նրա նկատմամբ, որ նա ցեղասպան է։ Նա պատերազմական հանցագործ է։ Այնպես որ Ամերիկային էլ փրկություն կա։ Ամերիկայի փրկությունը սայց ազատվելու մեջը ժամ առել։ Այս մի ամբողջ հոդված կա այստեղ, ես որ ասեցի, մասնավորապես մի քիչ խոսեցի այդ մասին, ինչքան ուժեղ է, արդեն գրում են, որքանով է ուժեղ Իրանի բանակը։ Այստեղ մեծ բան կա, վերլուծություն կա, ինչքան զինվոր ունի, ինչով են զինված, քանակները, որ այդ քանակները կարող է եւ խաբուսիկ լինեն, հատավ շատ բաների մասին իրանք տեղյակ չէին, բայց այն էլ ինչ որ կա, ենթադրում եմ մի բան, որ այս պատերազմում հաղթելը դա sense մի ճտոցով չի լինելու, դա հսկայական արյուն է պետք թափել, նույնիսկ եթե այս իրանց պատկերացած հետամնաց զենքով Իրանին օգնեն, բայց այդ չի նշանակում, որ Իրան այդ հետամնաց զենքն է մենակ ցույց տալի, ինքը ցույց է տալիս սրտից զենքերը, մեկ էլ այնպես բաներով խփե, հիմա այսօր մի զենք է օգտագործել, որի մասին չգիտեն, չգիտեն թե հասավ տեղ, թե չհասավ տեղ, ես այդ ինֆորմացիաները չունեմ, բայց դա հետագիծը բոլորին թողել է զարմանքի մեջ։ Նոր բան է, ոչ մեկ չգիտի դա ինչ է։ Վերադառնանք մեզ շատ արագ, դե մի քիչ երկար խոսացինք, այսօր կներեք։ Առավոտ է հուսեթման եմ գալիս։ Ցավտան եմ առավոտ է հուսեթման եմ գալիս, դրանն ու մի տվեք, էլի խնդրում եմ ձեզ։ Թուրք են ասում, քուր ջան։ Իր համագյուղացիներից մեկն էր ասել էր, որ հնարավոր է ինքը թուրքական ծագում ունենա։ Միգուցե։ Ցավտան եմ Միգուցե որն է։ Ինչ կա դա։ Ո՞մ է ուղակի դրանից։ Մարդկանց խափելով։ Որտեղ ես գիտեք շատ։ Զզվում է ուղակի դրանից։ Մարդկանց խափելով բերին հասցրին երկրի այսօրի։ Լավ հələ հանդիպեցինք, ես շատ ջղայնացած եմ, շատ։
երկիրը բերին հասցրին այսօրին։ Մարդիկ պաշտպանում են, նայում ես ուրիշ պետությունների պրեզիդենտները, վարչապետին իրաց երկրի համար, ոնց են պայքարում, ես հիմարներ հելած ժողովրդին գցել այս բոմժա սարքում, բոմժ։ Իրադու, խիչի երևում, որ լրտես հայքը։ Ոչ վախենում են, ոչ էլ, թքեմ ես դրամ ծերեսի։ Ամբողջ կպն լրտեսա, ցերուի աշխատողներ են դրանք։ Հիմարները, այսօր թոշակի համար ընկել է Մեսյանենյան, ինչի համար պետք է ինգնեմ, ստեյց ընդեղ գնա, սոցիալնախարարը լրտ տգետներ են։ Հիմա էլ պետք է հասնեմ ընդեղ։ Ներվայնացել եմ արդեն, բա երեխեքը ինչ վիճակի է։ Հələ մենք անցել ենք, էլի ապրի կոմունիստը, ապրի ռուսը, մենք եկանք էլի հասցրենք մի քիչ ապրեցինք, բայց երեխեքը իմ թորները ոնց են ապրելու։ Ինչ ա լինելու սրանց վիճակը։ Սահման չկա, մենակ պարգևավճարներ։ Հիմարների մեկը։ Մենակ կա կոֆեն գնա Իտալիա ամնան ղրերի կատու խմի գա։ Էդա, հա, մենք պետք է վարկ մուծենք, տանչապերը գագերի զիբիլի փողերը մուծենք, մեր մեջքից դուրս գա, կաշվից դուրս գանք, մեր ջեբերն ամատել արդեն։ Վերջում մի բան եմ ուզում ցույց տամ։ Ես ու տեսա հուզվեցի։ Ես ուզում եմ անպայման ձեր հետ կիսվեմ։ Ես ոնց եմ պատկերացնում մեր երկիրը ու ինչ եմ հավատում, որ դա հնարավոր է ստեղծել իրոք երկիր։ Մեր երկիրը այս հոգացության կարիքն ունի։ Այս հոգացության կարիքն ունի։ Սա կարող է լինի աղբը հավաքելու ձևով, սա կարող է լինի, չգիտեմ, կեղտոտ միջանցքը մաքրելու ձևով, բակը բարեկարգելու ձևով, տարբեր ձևերով, բայց մեր երկիրը հոգացության կարիք ունի։ Վստահ եղեք, եթե մի հատ սերունդ մեծանա գոնե, որը ամեն շաբաթ կիրակին, ամեն, չգիտեմ, թեկուզ ամիսը մեկ անգամ, իր միջավայրը բարեկարգելու, ծառ տնկելու, ջրելու, մաքրելու, ինչ որ պրակտիկան ունենա, 2-3 տարի հետո դուք չեք գտնի մեկին, որը աղբ գցի փողոցում։ Երբ որ մարդը սկսում է ներդրում ունենալ իր միջավայրի մեջ, ինքը այլ աչքերով է, սեփականատիրոջ աչքերով է նայում այդ տարածքին։ Հասկանաք, իսկ սեփական տարածքի մարդը այլ ձևով է, ինքը չի կեղտոտում, իր համար մեկ չի դեղով է ղեկավարը, իր համար մեկ չի ինչա կատարվում դրա հետ, հասկանում եք, քաղաքապետարանը կնայի, թե չի նայի, սա սեփականության զգացմունք է, մարդ դառնում է իր երկրի սեփականատերը, սա այն զգացմունքն է, որը մեզ բացակայում է, կամ քիչ է, կամ չի բավարարում, սենց ասեն, որ չներվեն ոչ մեկ, հա, չի բավարարում, որովհետև ես օրինակ մեր մոտ ես տեսել եմ մեր բակում կային, ասենք, մեր 2-3 տարիքով, այն ժամանակ փոքր էի տարիքով մարդիկ, որոնք սեփական բանի միջավայրի նման էին վերաբերվում այս ամեն ինչի, այդ ինչ որ կար բակում, հա, ասենք այդ 1-2 հոգին փոխում են ամեն ինչ։ Բոլորը ասենք բաների կազմակերպում գնում էինք, օգնում էինք, ներկելա, տնկելա, բանը։ Այս միանգամից որ նայեք, զգայք, այս բակը, այս շենքը տեր ունի, իսկ այն կողքի բակը տեր չունի։ Տեսեք, նույն բակային նույն սովետական միություններ, նույն շենքերներ, նույն համակարգներ, նույն ժեկներ կոպիտ ասած, հա, բայց այնտեղ կային ապրող մարդիկ, որոնք այդ տարածքին վերաբերվում են սեփական, կային դե որ մեկ է իրանց համար այնտեղ ինչ է։ Նույն սովետի մեջ երկու տարբեր բակեր, տարբեր ձև էին։ Ու դա երևում էր եւ նստարանների խնամվանքից, եւ ներկած վիճակից, եւ կարգ ու կանոն, եւ մաքրությունից, ամեն ինչից երևում էր։ Այս պապիկը ինձ շատ հուզեց ու ինձ հիշացրեց մի բան, որ այս խնամքով պետք է վերաբերվենք մենք մեր երկրին։ Այս ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի, որ ասի, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ինքը հենց սկսեց իր տարածքը մաքրել, ինքը կհասկանա, որ հետ իր գործն է, ստեղ բաղով անի քո փոխարեն։ Ինքը այդ միտքը դառնում է անհասկանալի երկրորդական, սպասի, սա քաղաքականություն ինչ կապ ունի։
Իմ վիճակի պատասխանատու եթե ես եմ, ի՞նչ կապ ունի թե քաղաքականությունը։ Ես արտաքին քաղաքականության մեջ չեմ մտնում։ Օրակարգ չեմ գնում, բանակցությունների չեմ գնում։ Ես իմ քաղաքականությունը, իմ միջավայրի պատասխանատվությունն եմ վերցրել իմ վրա, որը իրականում ամենամեծ քաղաքականությունն է։ Հենց այդտեղից է սկսում քաղաքականությունը։ Եվ արդեն այդ ժամանակ նույն մարդը այլ վերաբերմունքով է նայում, թե ով է խնամում իր քաղաքը, խնամում է թե չի խնամում, իրան ձայն տալ թե ձայն չտալ, խաբեց իրան թե չխաբեց։ Այսօրվա մայասքանը կներեք, որ քիչ ես երկար զբաղեցրեցի, համարյա 1 ժամ ու կես։